Մի քաղաքում, ինչպիսին Երանն է, որտեղ նախապաշարմունքը հաճախ քողարկվում է շքեղության ու նրբագեղության շղարշով, Անուշը, մի համեստ մայրիկ, իր դստերը՝ Անին, տանում է դպրոցական հանդեսի մի հին հեծանիվով։ Մյուս մայրիկների դաժան ծիծաղը սպառնում է կործանել երեխայի անմեղ ուրախությունը, մինչ որ մի անսպասելի անձնավորություն որոշում է միջամտել։ Այն, ինչ սկսվում է ցավով, վերածվում է մի այնպիսի շրջադարձի, որը հուզում է բոլորին բացահայտում մարդկային արժանապատվության իրական արժեքը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին հայտնել մեզ, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Զարթուցիչը հնչեց առավոտյան 5:30-ին, ինչպես ամեն օր։ Անին դանդաղ բացեց աչքերը, զգալով մեկ ծանր աշխատանքային շաբաթվա կուտակված հոգնությունը։ Սենյակը փոքր էր, համեստ, պատերը թարմ ներկման կարիք ունեին, իսկ պարզ կահույքը նա ինքն էր քիչ-քիչ, մեծ ջանքերով գնել։ Պատուհանից ներս էին թափանցում հունիսյան այդ շաբաթ օրվա արի առաջին ճառագայթները Երանում, շոգն արդեն խոստանում էր սաստկանալ դեռ ժամը 9 չլրացած։ Նա զգուշությամբ վեր կացավ, որպեսի աղմուկ չաներ, քայլեց դեպի հարան սենյակը, որտեղ հանգիստ քնած էր Մանեն, գրկած իր հնամաշ պլյուշե արջուկը։ Անին կանգնեց դռան մոտ, նայելով դստերը այնպիսի սիրով, որը միայն մայրը կարող է ճանաչել։ Մի սեր, որը ցավեցնում է, ծանրանում, զոհողություններ պահանջում, բայց նա միակն է, որ նրան ամեն օր ոտքի վրա է պահում։ Մանեն 5 տարեկան էր, ուներ մինչ ուսերը հասնող ուղիղ շագանակագույն մազեր, հետաքրքրասիրությամբ լի մեծ ու մութ աչքեր մի ժպիտ, որը լուսավորում էր նույնիսկ ամենադժվար օրերը։ Այսօր հատուկ օր էր լինելու։ Դպրոցի տարեվերջյան հանդեսը։ Մանեն շաբաթներ շարունակ խոսում էր դրա մասին, ոգորված ելույթներով, քաղցրավենիքով ընկերներով։ Անին գիտեր, թե դա որքան կարևոր է աղջկա համար։ Եվ հենց այդ պատճառով, նույնիսկ սուղ բյուջեով, նա ամեն լուման խնայել էր նոր զգեստ գնելու համար։ Այն բրենդային չէր, իհարկե, բայց գեղեցիկ էր, արի պես դեղին, գոտկատեղին սպիտակ ժապավենով։ Մանեն ինքն էր ընտրել այն կենտրոնի խանութներից մեկում, նրա աչքերը փայլել էին ուրախությունից, երբ Անին այո էր ասել։ Անին վերադարձավ խոհանոց, սկսեց նախաճաշ պատրաստել։ Վարձակալած բնակարանը համեստ էր, գտնվում էր Երանի Էրեբունի թաղամասի հասարակ շենքերից մեկում։ Երկու փոքր սենյակ, մի հյուրասենյակ, որը նա Մանեի խաղասենյակն էր, նեղ խոհանոց մի սանհանգույց, որի խողովակները միշտ խնդիրներ էին տալիս։ Բայց դա իրենցն էր։ Դա այն տունն էր, որ Անին կարողացել էր միայնակ ստեղծել, առանց որևէ մեկի օգնության, այն բանից հետո, երբ Մանեի հայրը լքեց նրանց դեռ հղիության ժամանակ։ Մինչ ձվածեղ էր պատրաստում հացը տաքացնում, Անին մտածում էր այն ամենի մասին, ինչի միջով անցել էր վերջին տարիներին։ Նա 28 տարեկան էր, բայց զգում էր, կարծես շատ ավելին է ապրել։ Հարուստ ընտանիքների տներում որպես օրավարձով մաքրուհի աշխատելը հյուծիչ էր թե ֆիզիկապես, թե հուզականորեն։ Նա մաքրում էր մարմարյա լոգարաններ, կարգի էր բերում զգեստապահարաններ, որոնք ավելի մեծ էին, քան իր ամբողջ բնակարանը, լվանում էր ներկրված սպասք, որն ավելի թանկ արժեր, քան իր ամսական աշխատավարձը։ Եվ նա այդ ամենն անում էր արժանապատվությամբ, որովհետ պետք էր։ Որովհետ նա ուներ դուստր, ում պետք էր մեծացնել, կրթել, կերակրել։ Հյուրասենյակի պատին հենված հին հեծանիվը նրա միակ տրանսպորտային միջոցն էր։ Մի հին Ուրալ, մաշված կապույտ ներկով, արջի ծրված զամբյուղով մեկուսիչ ժապավենով կարկատված նստատեղով։ Անին այն օգտագործում էր ամեն օր, աշխատանքի գնալու, գնումներ անելու, Մանեին դպրոց տանելու համար։ Նա չէր ամաչում դրանից։ Ընդհակառակը, այդ հեծանիվը խորհրդանշում էր նրա դիմացկունությունը, շարունակելու կարողությունը, նույնիսկ երբ ամեն ինչ անհնար էր թվում։ Մանեն արթնացավ ժամը 7-ից քիչ անց, արդեն իսկ վեր թռչելով անկողնուց ոգորված երեխային բնորոշ էներգիայով։ Նա վազեց մոր մոտ, գրկեց նրա գոտկատեղը։ Մայրիկ, այսօր հանդեսի օրն է։ Ես իմ դեղին զգեստն եմ հագնելու, չէ՞։ Իհարկե, սիրելիս։ Շատ գեղեցիկ ես լինելու, բոլորից սիրունը։ Իսկ դու ինձ հետ կգաս, չէ՞ մամ։ Խոստանում ես, որ կգաս։ Անին սրտի ջմլոց զգաց։ Նա գիտեր, թե ինչ է նշանակում գնալ այդ դպրոց։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարժարանը հեղինակավոր մասնավոր հաստատություն էր, որտեղ հաճախում էր Երանի էլիտան։ Անին կարողանում էր վճարել ուսման վարձը միայն այն պատճառով, որ աշխատում էր տնօրենի տանը, ով մաքրության լրացուցիչ ծառայությունների դիմաց մասնակի կրթաթոշակ էր առաջարկել։
Դա գեղեցիկ դպրոց էր, խնամված այգիներով, օթորակիչներով կահավորված դասասենյակներով, որակյալ ուսուցիչներով։ Մանեն արժանի էր այնտեղ սովորելուն։ Բայց Անին գիտեր, որ ինքը չի պատկանում այդ աշխարհին։ Խոստանում եմ, աղջիկս։ Ես ամբողջ ժամանակ քեզ հետ կլինեմ։ Նախաճաշից հետո Անին խնամքով լողացրեց Մանեին, լվաց նրա մազերը ելակի բույրով շամպունով, նրբությամբ սանրեց ամեն մի խոպոպը։ Նա 2 կատարյալ հյուս կարեց, մազերը հյուսելով հմտությամբ սիրով։ Ծայրերին սպիտակ ժապավեններ կապեց ժպտաց, տեսնելով արդյունքը։ Մանեն փայլում էր։ Դեղին զգեստը հագան այն ամբողջ հանդիսավորությամբ, որին արժանի էր այդ պահը։ Անին կոճկեց մեջքի ամեն մի փոքրիկ կոճակը, ուղեց գոտկատեղի ժապավենը, հագցրեց սպիտակ կոշիկները, որոնք գնվել էին նախորդ ամիս։ Երբ Մանեն նայեց հայելու մեջ, ուրախությունից ճչաց. Նայիր, մամ։ Ես արքայադստեր եմ նման։ Դու իմ արքայադուստրն ես, Մանե։ Միշտ էլ եղել ես։ Այնուհետ Անին պատրաստվեց։ Նա չուներ շքեղ հագուստներ, բայց ընտրեց իր լավագույն զգեստը, մի պարզ մուգ կապույտ զգեստ, շրթներ քսեց։ Մազերը հավաքեց ցածր պոչով հագավ իր միակ բարձրակրունկ սանդալները, թե գիտեր, որ հեծանիվ վարելը անհարմար կլինի մինչ դպրոց։ Դուրս գալուց առաջ Անին նայեց հեծանիվին խորը շունչ քաշեց։ Նա գիտեր, թե ինչ է իրեն սպասվում։ Գիտեր հայացքների, մեկնաբանությունների, թաքնված ծիծաղի մասին։ Նա արդեն անցել էր դրա միջով ծնողական ժողովների, դպրոցական միջոցառումների ժամանակ։ Մյուս մայրերը գալիս էին թանկարժեք մեքենաներով, բրենդային հագուստներով, այնպիսի դիմահարդարմամբ, կարծես պոդիում պիտի բարձրանային։ Իսկ ինքը գալիս էր հեծանիվով, քրտնած, պարզ հագուստով։ Տարբերությունն ակնհայտ էր։ Եվ դաժան։ Բայց այսօր Մանեի համար էր։ Եվ հանուն նրա Անին պատրաստ էր դիմակայել ամեն ինչի։ Գնանք, սիրելիս։ Ժամանակն է։ Մանեն նստեց հեծանիվի հետի նստատեղին, ամուր բռնելով մոր գոտկատեղից։ Անին սկսեց վարել թաղամասի փողոցներով, զգալով հունիսյան արդեն տաք արը մաշկի վրա։ Ճանապարհը մինչ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարժարան տում էր մոտ 40 րոպե։ 40 րոպե ոտնակներ սեղմել շոքի տակ, բարձրանալ վերելքներով, շրջանցել փոսերը, լսելով դստեր ուրախ երգը իր հետում։ Մամ, այսօր շոկոլադե տորտ է լինելու։ Անպայման կլինի, ծակուկս։ Եվ դու կկարողանաս ուտել որքան ուզես։ Իսկ պարային ելույթ էլ է լինելու։ Ուսուցչուհին ասաց, որ մենք շատ լավ ենք փորձել։ Գիտեմ, աղջիկս։ Ես տեսել եմ, թե ինչպես ես տանը փորձում։ Հիանալի ես լինելու։ Անին ժպտում էր, բայց ներսում սիրտը սեղմվում էր։ Որքան մոտենում էին դպրոցին, այնքան ավելի էր հուզվում։ Ոչ թե իր համար, այլ Մանեի։ Վախենում էր, որ աղջիկը կնկատի չար հայացքները, փսփսացող մեկնաբանությունները։ Վախենում էր, որ այդ հատուկ օրը կվերածվի ցավոտ մի բանի։ Երբ վերջապես հասան վարժարանի մուտքի մոտ, Անին զգաց, թե ինչպես է ստամոքսը կծկվում։ Դարպասը բաց էր, զարդարված գունավոր փուչիկներով մի մեծ պաստառով, որի վրա գրված էր. Տարեվերջյան հանդես։ Ներքին բակը լի էր ժամանող ընտանիքներով։ Շքեղ մեքենաները կայանում էին։ Մուտքի մոտ, մեկը մյուսի հետից։ Ներկրված ամենագնացներ, փայլուն սեդաններ, նույնիսկ մի ամերիկյան պիկապ, որը կարծես ամսագրի էջից լիներ։ Մայրերը իջնում էին անթերի մեքենաներից, բուշեզեստներով, բրենդային պայուսակներով, թանկարժեք սրահներում հարդարված մազերով։ Հայրերը կրում էին կոճկվող վերնաշապիկներ, թանկարժեք արային ակնոցներ։ Երեխաները հագնված էին փոքրիկ մեծահասակների պես, հարյուրավոր դոլարներ արժեցող հագուստներով։ Անին իջավ հեծանիվից օգնեց Մանեին նույնպես իջնել։ Նա մի աննկատ տեղ փնտրեց այն կապելու համար, գտնելով դեկորատիվ բույսերի մոտ մի փոքրիկ տարածք, կիսով չափ թաքնված։ Դողացող ձեռքերով կողպեց կողպեքը բռնեց դստեր ձեռքը։ Գնանք, սիրելիս։ Նրանք քայլեցին դեպի դարպասը։ Անին անմիջապես զգաց հայացքները։ Որոշ մայրեր դադարեցին խոսել, նայեցին նրանց ուղղությամբ։ Մյուսները փսփսում էին միմյանց հետ, կամաց ծիծաղելով։ Մանեն, դեռ անմեղ, ոչինչ չէր նկատում։ Նա ուրախ քայլում էր, ճոճելով մոր ձեռքը, հիանալով գունավոր զարդարանքներով։ Բակ մտնելիս Անին փորձեց աննկատ մնալ, փնտրելով մի անկյուն, որտեղ կարող էին կանգնել առանց ուշադրություն գրավելու։ Բայց դա անհնար էր։
Նա զգում էր, որ բոլորը նայում են։ Եվ իրոք նայում էին։ Կանանց մի խումբ հավաքվել էր քաղցրավենիքի սեղանի մոտ, բոլորը շքեղ հագուստներով, անթերի դիմահարդարմամբ, արի տակ փայլող զարդերով։ Անին նրանցից ոմանց ճանաչեց նախորդ անգամներից։ Նրանցից մեկը Գայանեն էր, Մանեի դասընկերուհիներից մեկի մայրը, մի բարձրահասակ, շիկահեր կին, ով միշտ արամարանքով էր նայում նրան։ Նրա կողքին Լուսինեն էր, կարճ մազերով, սուր հայացքով մի կին։ Կային նա 3-4 ուրիշներ, բոլորը նույն արտոնյալ սոցիալական շրջանակից։ Գայանեն առաջինը մեկնաբանեց, բայց ձայնը բավականաչափ չցածրացրեց։ Տեսեք, թե ով է եկել։ Հեծանիվով, ինչպես միշտ։ Մյուսները ծիծաղեցին, փորձելով թաքցնել, բայց չարությունը ակնհայտ էր։ Ես չեմ հասկանում, թե ինչպես է տնօրենը թույլ տալիս, որ նման մարդիկ այստեղ սովորեն։ Սա իջեցնում է դպրոցի մակարդակը։ Լուսինեն ավելացրեց, գլուխը տարուբերելով։ Իսկ հագուստին նայեք։ Կարծես հումանիտար օգնությունից լինի։ Ինչ ամոթ է աղջկա համար։ Այո։ Եթե ես լինեի նրա փոխարեն, ընդհանրապես չէի գա։ Շատ անհարմար վիճակ է։ Անին լսեց ամեն ինչ։ Ամեն մի բառը դանակի հարվածի պես էր։ Նա զգաց, թե ինչպես է դեմքն այրվում, աչքերը մղկտում, բայց խորը շունչ քաշեց, փորձեց տիրապետել իրեն։ Չէր կարող թույլ տալ, որ տեսնեին իր թուլությունը։ Չէր կարող լաց լինել այնտեղ, բոլորի ներկայությամբ։ Հատկապես Մանեի առաջ։ Բայց երբ ներք նայեց, տեսավ, որ դուստրը նույնպես լսել էր։ Մանեն դադարեցրել էր քայլելը։ Նրա դեմքը, որ քիչ առաջ փայլում էր, հիմա շփոթված էր ու վիրավորված։ Նա նայեց մորը, աչքերում հայտնված արցունքներով։ Մայրիկ, ինչու են նրանք այդպես խոսում։ Անին ծնկի իջավ դստեր առաջ, ամուր բռնելով նրա փոքրիկ ձեռքերը։ Ուշադրություն մի դարձրու, սիրելիս։ Մի լսիր, թե նրանք ինչ են ասում։ Դու գեղեցիկ ես, հրաշալի, ես քեզ շատ եմ սիրում։ Ոչինչ նշանակություն չունի։ Բայց Մանեն ակնհայտորեն ցնցված էր։ Ուրախությունը, որ նա ուներ քիչ առաջ, անհետացել էր։ Նա նայեց շուրջը, թանկարժեք հագուստով մյուս երեխաներին, շքեղ մեքենաներով ծնողներին, առաջին անգամ սկսեց նկատել տարբերությունը։ Սկսեց ամաչել։ Անին կրծքում խորը ցավ զգաց։ Ավելի վատ, քան ցանկացած նվաստացում, որ ինքը կարող էր կրել, իր դստերը նման վիճակում տեսնելն էր, վիրավորված, ամաչելով մի բանի համար, որում մեղավոր չէր։ Դա անարդար էր։ Դա դաժան էր։ Բայց դա այն իրականությունն էր, որում նրանք ապրում էին։ Նրանք քայլեցին դեպի մի հեռու անկյուն, նստեցին փայտե նստարանին։ Մանեն լուռ էր, փարված մորը, առանց նախկին էներգիայի։ Անին շոյում էր նրան, փորձելով սփոփել, բայց իրեն անօգնական էր զգում։ Ուզում էր պաշտպանել դստերը ամեն ինչից, բայց չէր կարող պաշտպանել դրանից։ Մարդկանց չարությունից։ Նախապաշարմունքներից։ Այն աղաղակող անհավասարությունից, որը շրջապատում էր իրենց։ Բակը շարունակում էր լցվել ընտանիքներով։ Հանդեսը պատրաստվում էր սկսվել։ Կենտրոնում մի մեծ սեղան էր դրված, լի խորտիկներով, քաղցրավենիքով, տորթերով, զովացուցիչ ըմպելիքներով։ Գունավոր փուչիկները զարդարում էին ամեն անկյուն։ Երեխաների ելույթների համար մի փոքրիկ բեմ էր տեղադրվել։ Իսկ հակառակ անկյունում, բոլորի ուշադրությունը գրավելով, կանգնած էր մի կարմիր սպորտային մոտոցիկլետ փայլուն, որը ցուցադրված էր որպես վիճակահանության գլխավոր մրցանակ, որը տեղի էր ունենալու միջոցառման վերջում։ Անին այդ ամենին հետում էր տխրության հնազանդության խառնուրդով։ Դա իր աշխարհը չէր։ Երբեք էլ չէր լինի։ Բայց դա այն աշխարհն էր, որտեղ իր դուստրը պետք է լիներ, որակյալ կրթություն ստանալու համար, ունենալու այնպիսի հնարավորություններ, որոնք ինքը երբեք չի ունեցել։ Եվ հենց այդ պատճառով նա կդիմանար։ Հանուն Մանեի նա կդիմանար ամեն ինչի։ Բակի մյուս կողմում, ելույթների համար նախատեսված բեմի մոտ, կանգնած էր Արամ Ավետիսյանը։ Նա 35 տարեկան էր, բարձրահասակ, մարզական կազմվածքով, խնամված կարճ մազերով, շագանակագույն աչքերով, որոնք լրջություն էին հաղորդում։ Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ մուգ ջինսե տաբատ, առանց ավելորդությունների, բայց հաջողության սովոր մարդուն բնորոշ բնական էլեգանտությամբ։ Արամը Երանի խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի սեփականատերն էր, որը ծրագրային ապահովում էր մշակում խոշոր կորպորացիաների համար։
Նրա անունը հայտնի էր գործարար շրջանակներում, նա հրավիրվել էր որպես այդ դպրոցական հանդեսի գլխավոր հովանավորներից մեկը։ Բայց Արամը այնտեղ չէր սոցիալական պարտավորության պատճառով։ Նա այնտեղ էր, որովհետև անկեղծորեն հավատում էր կրթությանը, հնարավորություններին կարիքավորներին օգնելուն։ Նրա սեփական պատմությունը դրա ապացույցն էր։ Նա մեծացել էր Երանի ծայրամասում մի մաքրուհու որդի, ով միայնակ էր մեծացրել իրեն երկու եղբայրներին։ Նա լավ գիտեր, թե ինչ է նշանակում կարիքի մեջ լինել, կարկատած հագուստ կրել, նվաստացվել այն պատճառով, որ չունես այն, ինչ ունեն ուրիշները։ Եվ հենց այդ ցավն էր նրան դրդել սովորել, քրտնաջան աշխատել, ստեղծել ավելի մեծ մի բան։ Նա խոսում էր դպրոցի տնօրենի հետ, ճշտելով միջոցառման վերջին մանրամասները, երբ լսեց կանանց խմբի չարախիտ ծիծաղը։ Նա բնազդաբար շրջվեց, տեսավ այդ տեսարանը։ Պարզ կապույտ զեստով մի կին, ակնհայտորեն շփոթված, ծնկի էր իջել դեղին զգեստով մի փոքրիկ աղջկա կողքին, ով կամաց լաց էր լինում։ Իսկ շուրջը դատապարտող հայացքներ, դաժան մեկնաբանություններ, թաքնված ծիծաղ։ Արամը զգաց, թե ինչպես է զայրույթը բարձրանում։ Այդ տեսարանը այնքան ծանոթ էր, այնքան ցավոտ ծանոթ։ Նա հիշեց իր սեփական մորը, ում նվաստացրել էին դպրոցական հանդեսի ժամանակ, երբ ինքը ընդամենը 6 տարեկան էր։ Հիշեց, թե դա ինչպես է դրոշմվել իր մեջ, թե ինչպես էր իրեն փոքր զգում, ամաչում, անօգնական։ Եվ հիշեց նա, թե ինչպես էր ինքն իրեն խոստացել, որ երբ մեծանա, երբեք թույլ չի տա, որ որևէ մեկը նման բանի միջով անցնի առանց հակազդեցության։ Նա ներողություն խնդրեց տնօրենից, դանդաղ քայլեց դեպի այն նստարանը, որտեղ նստած էին Անին Մանեն։ Նա հեռվից հետում էր նրանց, նկատելով մանրամասները։ Այն ձը, որով մայրը անսահման քնքշանքով շոյում էր դստեր մազերը։ Այն ձը, որով աղջիկը կառչել էր նրանից, մխիթարություն փնտրելով։ Այդ կնոջ լուր արժանապատվությունը, ով նույնիսկ նվաստացված լինելով, գլուխը բարձր էր պահում հանուն դստեր սիրո։ Արամը կանգ առավ մի քանի մետր հեռավորության վրա, դեռ հետելով։ Նա գիտեր, որ պետք է ինչ-որ բան անի, բայց չէր ուզում ներխուժել նրանց անձնական տիրույթ։ Չէր ուզում, որ դա խղճահարություն թվա։ Ուզում էր, որ դա լինի անկեղծ կարեկցանք։ Արդարություն։ Հանդեսը պաշտոնապես սկսվեց տնօրենի ելույթով, ով բարձրացավ բեմ, շնորհակալություն հայտնեց բոլորին ներկայության համար։ Խոսեց ուսումնական տարվա, աշակերտների ձեռքբերումների, հաստատության արժեքների մասին։ Երեխաներին կանչեցին պարային երաժշտական ելույթների համար։ Մանեին նույնպես կանչեցին, Անին քաջալերեց նրան գնալ, թե տեսնում էր, որ դուստրը վհատված է։ Գնա, սիրելիս։ Դու այնքան ես փորձել։ Շատ գեղեցիկ է լինելու։ Մանեն հնազանդվեց, թե դժկամությամբ, մյուս երեխաների հետ բարձրացավ բեմ։ Երաժշտությունը սկսվեց, նրանք պարեցին փորձված պարը։ Մանեն փորձում էր հետ չմնալ, բայց ակնհայտորեն առանց էներգիայի էր։ Նրա շարժումները մեխանիկական էին, առանց այն ուրախության, որը Անին գիտեր, որ նա ուներ տանը փորձերի ժամանակ։ Անին հետում էր կոտրված սրտով։ Նա այնքան էր ուզում, որ դուստրը երջանիկ լիներ, որ այդ օրը հատուկ լիներ, ինչպես որ պետք է լիներ։ Բայց ամեն ինչ փչացել էր այն մարդկանց դաժան խոսքերով, ովքեր ոչինչ չգիտեին իրենց կյանքի, իրենց պայքարի, այն սիրո մասին, որն իրենց միավորում էր։ Երբ ելույթն ավարտվեց, երեխաները իջան բեմից, ուղղվեցին դեպի ուտելիքի սեղանը։ Ընդմիջման ժամանակն էր։ Անին վեր կացավ Մանեի հետ գնաց սեղանի մոտ, վերցնելով երկու միանգամյա օգտագործման ափսե։ Դստեր համար վերցրեց շոկոլադե տորթի մի մեծ կտոր, խորտիկներ, կոնֆետ։ Իր համար վերցրեց ընդամենը մի քանի փոքրիկ խորտիկ։ Ոչ թե այն պատճառով, որ չէր ուզում ուտել, այլ որովհետև ուզում էր վստահ լինել, որ Մանեն կունենա լավագույնը։ Նրանք նորից նստեցին հեռավոր նստարանին։ Մանեն լուր ուտում էր, դեռ գլուխը կախ։ Անին փորձում էր ուրախացնել նրան, հարցեր տալով ելույթի մասին, գովելով զգեստը, բայց դժվար էր վերադարձնել այն ժպիտը, որը գողացվել էր։ Արամը շարունակում էր հեռվից հետել։ Նա տեսել էր, թե ինչպես մայրը սպասարկեց դստերը, վստահ լինելով, որ նա կստանա լավագույն բաժինը, մինչդեռ ինքը բավարարվեց նվազագույնով։ Նա տեսել էր հոգատարությունը, անվերապահ սերը, որը դրոշմված էր ամեն մի շարժման մեջ։ Եվ դա նրան խորապես հուզեց։ Հանկարծ մի ճիչ գրավեց բոլորի ուշադրությունը։ Մի երեխա, մոտ 6 տարեկան մի տղա, ցայթաքել էր բեմի մոտ երեսնիվայր ընկել գետնին։ Նա բարձր լաց էր լինում, ծունկը քերծվել էր ու արյունահոսում էր։
Նրա ծնողները բակի մյուս կողմում էին, զբաղված զրույցով, անմիջապես չնկատեցին. Անին նույն պահին վեր կացավ։ Առանց երկու անգամ մտածելու նա վազեց տղայի մոտ, ծնկի իջավ նրա կողքին, օգնեց նրան նստել։ Պայուսակից հանեց թղթե անձեռոցիկը, սկսեց խնամքով մաքրել վերքը, մեղմ ձայնով խոսելով նրա հետ, որպեսզի հանգստացնի։ Հանգստացիր, բալիկս։ Ամեն ինչ լավ կլինի։ Ընդամենը մի փոքրիկ քերծվածք է։ Տղան հեկեկում էր, բայց սկսեց հանգստանալ Անիի քաղցր ձայնից։ Նա շարունակեց մաքրել վերքը, ստուգելով, որ ավելի լուրջ բան չլինի, մինչդեռ Մանեն կողքից հետում էր, հիանալով մոր բարությամբ։ Տղայի ծնողները վերջապես նկատեցին, թե ինչ է պատահել, վազելով եկան։ Մայրը, թանկարժեք զգեստով անթերի շիկահեր մազերով մի կին, զարմացած թվաց, տեսնելով Անին իր որդու մասին հոգ տանելիս։ Շնորհակալություն, ասաց նա, առանց ձայնի մեջ մեծ էմոցիայի։ Այսուհետ ես կզբաղվեմ։ Անին գլխով արեց, վեր կացավ, վերադարձավ Մանեի մոտ։ Նա շնորհակալության չէր սպասում։ Նա դա արել էր, որովհետև դա էր ճիշտը, որովհետև ցանկացած երեխա արժանի էր հոգատարության, երբ վնասվում էր։ Արամը, ով հետել էր այդ ամբողջ տեսարանին, զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան փոխվում։ Այդ կինը պարզապես պայքարող մայր չէր։ Նա անկեղծ բնավորության, առատաձեռն սրտի տեր մարդ էր։ Մեկը, ով նույնիսկ նվաստացված լինելով, նույնիսկ դատապարտված լինելով, դեռ ուներ կարեկցանք, անծանոթ երեխայի մասին հոգ տանելու համար։ Նա նայեց շուրջը, տեսնելով մյուս մայրերին, ովքեր խոսում էին միմյանց հետ, ծիծաղում, անտեղյակ կատարվածից։ Տեսավ արի տակ փայլող կարմիր մոտոցիկլետը, որը սպասում էր վիճակահանությանը։ Եվ նա որոշում կայացրեց։ Քայլեց դեպի կազմակերպչական սեղանը, խնդրեց խոսել տնօրենի հետ։ Տիկին Մարիամը անմիջապես ընդունեց նրան, արդեն սովոր լինելով նրա, որպես հովանավորի խնդրանքներին։ Տիկին Մարիամ, ես կցանկանայի մի փոփոխություն կատարել վիճակահանության մեջ։ Տնօրենը բարձրացրեց հոնքերը, հետաքրքրված։ Ինչպիսի փոփոխություն, Արամ։ Նա խորը շունչ քաշեց, նայեց ուղիղ նրա աչքերի մեջ։ Ես ուզում եմ, որ մոտոցիկլետը ուղղակիորեն հանձնվի այն կնոջը, կապույտ զգեստով։ Առանց վիճակահանության։ Տնօրենը հետեց նրա հայացքին, տեսավ Անիին, Մանեի հետ նստարանին նստած։ Նա շփոթված թվաց։ Բայց Արամ, նա այն ծնողների խմբից չէ, ովքեր մասնակցել են միջոցառման կազմակերպմանը։ Նա ընդամենը կրթաթոշակ ստացող երեխայի մայր է։ Դա մեծ աղմուկ կբարձրացնի։ Ես հիանալի գիտեմ, թե նա ով է։ Եվ հենց այդ պատճառով եմ ուզում հենց այդպես անել։ Վստահեք ինձ։ Տնօրենը տատանվեց, բայց նա տարիներ շարունակ ճանաչում էր Արամին։ Գիտեր, որ նա արդար է, առատաձեռն, նրա որոշումները միշտ նպատակ ունեն։ Նա գլխով արեց, դեռ անվստահ, բայց նրան վստահելով։ Շատ լավ։ Կանենք այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Արամը շնորհակալություն հայտնեց, վերադարձավ իր տեղը, զգալով, թե ինչպես է սիրտն արագ բաբախում։ Նա գիտեր, որ այն, ինչ պատրաստվում էր անել, կփոխեր ոչ միայն այդ կնոջ, այդ երեխայի կյանքը, այլ հզոր ուղերձ կհղեր բոլոր ներկաներին։ Հանդեսը շարունակվում էր։ Երեխաները խաղում էին, ծնողները զրուցում, բարձրախոսներից ուրախ երաժշտություն էր հնչում։ Բայց Անիի համար այդ ամենը նշանակություն չուներ։ Նա միայն ուզում էր, որ միջոցառումը շուտ ավարտվեր, որպեսզի կարողանար գնալ, Մանեին տուն տանել, այնտեղ, որտեղ նրանք իրենց ապահով սիրված էին զգում։ Մանեն, նկատելով մոր տխրությունը, գլուխը հենեց նրա ուսին, փսփսաց. Մայրիկ, ես քեզ սիրում եմ։ Անին զգաց, որ արցունքները պատրաստվում են հոսել, բայց զսպեց իրեն։ Նա քնքշությամբ համբուրեց, դստեր ճակատը պատասխանեց. Ես էլ քեզ եմ սիրում, սիրելիս։ Ամեն ինչից շատ այս աշխարհում։ Եվ այդ պահին, նույնիսկ ցավի մեջ, Անին գիտեր, որ դա ճշմարտությունն է։ Նրանց սերն ավելի մեծ էր, քան ցանկացած նվաստացում, ավելի մեծ, քան ցանկացած դատապարտում։ Դա էր կարորը։ Դա էր նրանց կենդանի պահում։ Բակի մյուս կողմում Արամը հետում էր այդ տեսարանին թեթակի ժպտում։ Նա գիտեր, որ ճիշտ բան է անում։ Եվ անհամբեր սպասում էր, թե ինչպիսին կլինի բոլորի արձագանքը, երբ ինքը բարձրանա այդ բեմը, ասի այն, ինչ պետք է ասվեր։ Երանում կեսօրն անցնում էր հունիսյան բնորոշ շոգով։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց վարժարանի բակը դեռ լի էր ընտանիքներով։
Հանդեսն իր գագաթնակետին էր, բայց Անի Մանեի համար ժամանակը կարծես դանդաղ էր հոսում։ Անին զգուշությամբ նայում էր շուրջը, փորձելով աննկատ մնալ։ Կանանց այն խումբը, որը նրան նվաստացրել էր, դեռ հավաքված էր քաղցրավենիքի սեղանի մոտ, բարձր ծիծաղում էին, ձեռքերում հյութի բաժակներ։ Ժամանակ առ ժամանակ նրանցից մեկը նայում էր Անիի ուղղությամբ, ինչ-որ բան փսփսում մյուսներին, նոր ծիծաղ առաջացնելով։ Ակնհայտ էր, որ նա դեռ նրանց խոսակցության թեման էր։ Մանեն հենվել էր մոր գրկին, 5 տարեկան երեխայի համար չափազանց լուռ։ Նրա փոքրիկ մատները խաղում էին դեղին զգեստի ժապավենի հետ։ Անին նկատեց, որ դուստրը փորձում էր մարսել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել, հասկանալ, թե ինչու էին այդ կանայք այդքան դաժան եղել։ Մայրիկ, մենք շուտով ենք գնալու։ Անին զգաց, թե ինչպես է սիրտը սեղմվում։ Մանեն երբեք նախկինում չէր խնդրել շուտ գնալ հանդեսից։ Նա միշտ մնում էր մինչ վերջ, խաղում էր, վայելում ամեն պահը։ Բայց այսօր ամեն ինչ այլ էր։ Այսօր նրա աչքերի փայլը մարել էր։ Դեռ վիճակահանությունը կա, սիրելիս։ Դրանից հետո կգնանք, լավ։ Մանեն գլխով արեց, բայց առանց ոգորության։ Անին ավելի ամուր գրկեց նրան, ցանկանալով ջնջել այդ ցավը, այդ ամոթը, որը չպետք է գոյություն ունենար այդքան փոքր երեխայի սրտում։ Արամ Ավետիսյանը շարունակում էր հեռվից հետել նրանց։ Նա գիտեր, որ պետք է ավելին անի, քան պարզապես մոտոցիկլետը նվիրելը։ Նա պետք է ցույց տար այդ երեխային, որ ոչ բոլոր մարդիկ են դաժան, որ աշխարհում դեռ կա բարություն։ Նա խորը շունչ քաշեց, քայլեց դեպի այն նստարանը, որտեղ նրանք նստած էին։ Նրա քայլերը հաստատուն էին։ Երբ մոտեցավ, կանգ առավ հարգալից հեռավորության վրա մեղմ ժպտաց։ Ներեցեք, ասաց նա մեղմ ձայնով։ Կներեք, որ ընդհատում եմ, բայց չկարողացա չնկատել այս փոքրիկ տիկնոջ գեղեցիկ զգեստը։ Մանեն բարձրացրեց աչքերը, զարմացած։ Անին նույնպես վեր նայեց, հանդիպելով Արամի հայացքին։ Մի պահ նա լարվեց, պատրաստվելով հերթական նվաստացմանը։ Բայց այդ տղամարդու մեջ ինչ-որ այլ բան կար։ Նրա աչքերում դատապարտում չկար։ Կար հասկացողություն։ Սա նրա սիրելի զգեստն է, պատասխանեց Անին, ձայնի մեջ դեռս զգուշություն պահելով։ Արամը կռացավ, որպեսի լինի Մանեի հասակին, հենվելով մի ծնկի վրա։ Նա նայեց նրան անկեղծ ժպիտով։ Գիտես, թե ինչ հիշեցրեց ինձ այս զգեստը։ Այն ինձ արը հիշեցրեց։ Գիտեիր, որ արը երկնքի ամենակարոր բանն է։ Առանց նրա ոչինչ չէր աճի, ոչ մի ծաղիկ չէր բացվի, ոչ մի կյանք չէր լինի։ Եվ դու, այս դեղին զգեստով, կարծես արի մի կտոր լինես այստեղ երկրի վրա։ Մանեն թարթեց աչքերը, դեռ կասկածամիտ, բայց նրա աչքերում հետաքրքրության մի նշույլ հայտնվեց։ Բայց այն մորաքույրը ասաց, որ ես։ Արամը կամաց ծիծաղեց, մի մեղմ ծիծաղ, որը կարծես ջերմացնում էր շրջապատի օդը։ Ճիշտ այդպես։ Եվ գիտես էլ ինչ։ Արին ոչինչ պետք չէ, բացի իրենից, փայլելու համար։ Նրան պետք չեն թանկարժեք հագուստներ, սիրուն մեքենաներ, ոչ մի նման բան։ Նա փայլում է, որովհետև ինքն է։ Ինչպես դու ես փայլում, լինելով դու։ Անին զգաց, թե ինչպես են աչքերը մղկտում։ Այդ խոսքերը այնքան պարզ, խորը իմաստ ունեին։ Նա հասկացավ, որ այս տղամարդը չէր փորձում միայն ուրախացնել Մանեին։ Նա ուղերձ էր հղում երկուսին էլ։ Ինքնարժեքի, արժանապատվության ուղերձ։ Ինչպես է անունդ, հարցրեց Արամը, դեռ նայելով Մանեին։ Մանե։ Ինչ գեղեցիկ անուն է։ Իմ անունը Արամ է։ Իսկ մայրիկիդ անունը։ Անին մի վայրկյան տատանվեց պատասխանելուց առաջ։ Անի։ Ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։ Դուք մոտակայքում եք բնակվում։ Անին գլխով արեց։ Էրեբունիում։ Հեծանիվով ենք եկել։ Արամը նկատեց, թե ինչպես նա դա ասաց, հպարտության մտահոգության խառնուրդով։ Հպարտություն, որ կարողացել էր հասնել մինչ այստեղ, մտահոգություն, դրա համար դատապարտվելու պատճառով։ Նա ուզեց ասել, որ դա հիացմունքի է արժանի, որ նրա ուժը ոգեշնչող է, բայց գիտեր, որ պետք է նրբանկատ լինել։ Ինչ լավ է։ Ես միշտ հիացել եմ այն մարդկանցով, ովքեր հեծանիվ են քշում։ Դա շատ ավելի առողջարար է էկոլոգիապես մաքուր, քան մեքենան։ Երբ ես երեխա էի, նույնպես հեծանիվով էի դպրոց գնում։ Իմը կարմիր էր, ամբողջովին ժանգոտած, բայց ես սիրում էի այդ հեծանիվը։
Մանեն հիմա ավելի ուշադիր էր նայում նրան։ Դուք էլ էիք հեծանիվով գնում։ Այո, ամեն օր, անձր թե առ։ Մայրս մեքենա չուներ, ուստի հեծանիվը մեր տրանսպորտային միջոցն էր։ Եվ գիտես ինչ, իմ լավագույն հիշողություններից ոմանք այն ժամանակներից են, երբ ես մորս հետ հեծանիվ էի վարում։ Մենք ամեն ինչից խոսում էինք, շատ էինք ծիծաղում։ Դրանք հատուկ պահեր էին։ Անին զգաց, թե ինչպես է իր ներսում ինչ-որ բան շարժվում։ Այդ խոսքերի մեջ ճշմարտություն կար։ Դա պարզապես ասված խոսք չէր։ Նա իրոք ապրել էր դա։ Ձեր մայրը պետք է որ շատ ուժեղ մարդ լիներ, նկատեց Անին։ Արամը հայացքը թեքեց դեպի նրան գլխով արեց, մեղմ, բայց հուզված ժպիտով։ Այո։ Նա մահացել է 5 տարի առաջ։ Բայց այո, նա իմ ճանաչած ամենաուժեղ կինն էր։ Նա միայնակ մեծացրեց 3 երեխաների, աշխատելով որպես մաքրուհի, ամեն օր բախվելով նախապաշարմունքների։ Եվ նա երբեք չկորցրեց իր արժանապատվությունը։ Երբեք գլուխը չխոնարհեց։ Նա ինձ սովորեցրեց, որ մարդու արժեքը ոչ թե նրա ունեցվածքի մեջ է, այլ նրա տեսակի։ Անիի աչքերը լցվեցին։ Այդ խոսքերը դիպան նրա սրտի խորքին, որովհետև դա հենց այն էր, ինչ ինքը փորձում էր սովորեցնել Մանեին ամեն օր։ Որ իրենք պակաս կարևոր չեն, որովհետև քիչ փող ունեն։ Որ բարությունը, բնավորությունը, սերն են այն, ինչ իրականում կարևոր է։ Ցավում եմ ձեր մոր համար, ասաց Անին անկեղծությամբ։ Շնորհակալություն։ Բայց նա մի հրաշալի ժառանգություն թողեց։ Նա ինձ սովորեցրեց երբեք ոչ մեկին չդատել ըստ արտաքինի, միշտ նայել մարդկանց սրտին։ Եվ այսօր, տեսնելով ձեզ երկուսիդ այստեղ, ես հիշեցի նրան։ Հիշեցի այն ձը, որով նա ինձ պաշտպանում էր, այն ձը, որով նա ինձ անվերապահորեն սիրում էր։ Մանեն, ով ամեն ինչ ուշադրությամբ լսում էր, հարցրեց երեխայական անմեղությամբ։ Դուք հիմա հարուստ եք։ Արամը ծիծաղեց, բայց առանց գոռոզության։ Ես ընկերություն ունեմ, շատ եմ աշխատում։ Բայց գիտես ինչ եմ սովորել, Մանե։ Փողը ոչ մեկին ավելի լավը կամ վատը չի դարձնում։ Այն միայն կյանքը մի փոքր ավելի հարմարավետ է դարձնում։ Իսկական կարևորն այն է, թե ինչպես ես վերաբերվում մարդկանց, արդյոք բարի ես, արդյոք օգնում ես նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Իսկ դուք օգնում եք։ Փորձում եմ օգնել միշտ, երբ կարող եմ։ Եվ այսօր ես շատ ուրախ եմ, որ ծանոթացա ձեզ հետ։ Անին հուզված էր, բայց դեռ շփոթված։ Ինչու էր այս տղամարդը այդքան բարի։ Ինչ էր նա ուզում։ Նա սովոր էր մարդկանց մեջ շահ տեսնելուն, սպասելիքներին։ Բայց նրա մեջ, որքան էլ փնտրում էր, միայն անկեղծություն էր գտնում։ Դուք դպրոցում եք աշխատում, հարցրեց Անին, փորձելով հասկանալ։ Ոչ հենց այդպես։ Ես միջոցառման հովանավորներից մեկն եմ։ Իմ ընկերությունը աջակցում է Երանի որոշ կրթական ծրագրերի։ Ես հավատում եմ բոլորի համար որակյալ կրթություն ապահովելուն։ Դա շատ գեղեցիկ է ձեր կողմից։ Արամը ուսերը թոթվեց համեստորեն։ Դա նվազագույնն է, որ կարող եմ անել։ Ես հնարավորություններ եմ ունեցել, որոնք շատերը չունեն։ Ուստի փորձում եմ ինչ-որ կերպ փոխհատուցել։ Այդ պահին Մանեն իջավ Անիի գրկից հետաքրքրությամբ մոտեցավ Արամին։ Դուք ուզում եք իմ ընկերը լինել։ Արամը ժպտաց, հուզված այդ հարցի պարզությունից մաքրությունից։ Ես մեծ սիրով կլինեմ քո ընկերը, Մանե։ Եվ մայրիկիդ ընկերը նույնպես, եթե նա թույլ տա։ Անին զգաց, թե ինչպես է դեմքը թեթակի շիկնում։ Այն ձի մեջ, որով նա նայում էր իրեն, կար մի բան, որն իրեն ստիպում էր զգալ, որ իրեն տեսնում են։ Ոչ թե որպես հեծանիվով եկած աղքատ կնոջ, այլ որպես արժեքավոր մարդու, ով արժանի է հարգանքի։ Կարծում եմ Մանեն արդեն որոշեց մեր փոխարեն, պատասխանեց Անին ամոթխած ժպիտով։ Երեխաները միշտ մեզնից ավելի իմաստուն են, չէ՞։ Նրանքս մի քանի րոպե զրուցեցին։ Արամը հարցրեց Անիի աշխատանքի մասին, այն երազանքների մասին, որ նա ուներ Մանեի համար, առօրյա դժվարությունների մասին։ Եվ Անին, զարմացած նրա անկեղծ ուշադրությունից, սկսեց բացվել։ Պատմեց այն տների մասին, որտեղ աշխատում էր, թե որքան դժվար էր ամեն ինչ միայնակ հավասարակշռելը, թե ինչպես էր ամեն ինչ անում, որպեսզի Մանեն ավելի լավ կրթություն ստանար։ Արամը լսում էր ուշադրությամբ, առանց ընդհատելու, առանց դատելու։ Պարզապես կլանում էր ամեն մի բառը, ամեն մի էմոցիան։ Եվ որքան ավելի էր լսում, այնքան ավելի էր հիանում այդ կնոջով։ Նա օգնություն չէր խնդրում, զոհի դերում չէր։
Նա պարզապես ազնվորեն կիսվում էր իր իրականությամբ։ Դուք հրաշալի մայր եք, Անի։ Մանեն շատ բախտավոր է, որ ձեզ ունի։ Անին զգաց, թե ինչպես է կուրծքը սեղմվում։ Այնքան երկար ժամանակ էր, որ ոչ ոք իրեն այդպես չէր գնահատել։ Ես միայն անում եմ այն, ինչ ցանկացած մայր կաներ։ Ոչ։ Դուք շատ ավելին եք անում։ Եվ մի օր Մանեն կհասկանա, թե որքան եք պայքարել իր համար։ Նախքան Անին կկարողանար պատասխանել, բարձրախոսի ձայնը հնչեց բակում։ Տնօրենը բարձրանում էր բեմ, ազդարարելով, որ վիճակահանության պահը մոտ է։ Արամը վեր կացավ, զգուշությամբ մաքրեց տաբատը առեղծվածային ժպիտով նայեց նրանց։ Ես պետք է գնամ հիմա։ Բայց շատ հաճելի էր ձեզ հետ ծանոթանալը։ Իրոք շատ հաճելի էր։ Մանեն ձեռքով արեց նրան։ Ցտեսություն, Արամ։ Ցտեսություն, Մանե։ Ցտեսություն, Անի։ Նա քայլեց դեպի բեմը, Անին թողնելով էմոցիաների հորցանուտում։ Նա չէր կարողանում բացատրել, թե ինչ էր զգացել այդ մի քանի րոպեների ընթացքում, բայց ինչ-որ այլ բան կար։ Մի բան, որ ջերմացնում էր իր սիրտը այնպես, ինչպես վաղուց չէր զգացել։ Բակը պատրաստվում էր վիճակահանությանը։ Երեխաներին ասացին նստել բեմի առջում, իսկ ծնողները մնացին հետում։ Անին Մանեն նույնպես գնացին այնտեղ, աննկատ կանգնելով մի կողմում։ Կարմիր մոտոցիկլետը ուշադրության կենտրոնում էր, փայլելով կեսօրվա արի տակ, բոլոր ներկաները հիացմունքով ու ակնկալիքով նայում էին դրան։ Տնօրենը վերցրեց բարձրախոսը, սկսեց խոսել։ Բարի օր բոլորին։ Հուսով եմ, վայելում եք այս գեղեցիկ տարեվերջյան հանդեսը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընտանիքներին, ուսուցիչներին, աշխատակիցներին։ Եվ հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հովանավորներին, ովքեր հնարավոր դարձրին այս միջոցառումը։ Նա ձեռքով ցույց տվեց Արամին, ով կանգնած էր բեմի կողքին։ Հատկապես մեր սիրելի Արամ Ավետիսյանին, գա տեխնոլոգիաներ ընկերությունից, ով ոչ միայն հովանավորեց միջոցառման մի մասը, այլ նվիրաբերեց այս գեղեցիկ մոտոցիկլետը, որն այսօր խաղարկվելու է։ Ծափահարությունները հնչեցին բակում։ Արամը գլխով արեց, շնորհակալություն հայտնելով, բայց նրա դեմքը լուրջ էր, կենտրոնացած։ Տնօրենը շարունակեց. Ինչպես բոլորդ գիտեք, յուրաքանչյուր ընտանիք մուտքի մոտ ստացել է կտրոն։ Վիճակահանությունը կլինի արդար թափանցիկ։ Բայց նախքան սկսելը, կցանկանայի Արամին հրավիրել մի քանի խոսք ասելու։ Արամը բարձրացավ բեմ նոր ծափահարությունների ներքո։ Նա վերցրեց բարձրախոսը մի քանի վայրկյան լուռ մնաց, նայելով ամբոխին։ Նրա հայացքը սահեց ներկա յուրաքանչյուր դեմքի վրայով, մի պահ կանգ առնելով Անիի Մանեի վրա, ովքեր անկյունում էին։ Անին զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, առանց հասկանալու, թե ինչու։ Բարի օր բոլորին, սկսեց Արամը, հաստատուն, բայց մեղմ ձայնով։ Ինձ համար հաճույք է այստեղ լինել այսօր, այսքան ընտանիքների միջավայրում, տոնելու մեր երեխաների կրթությունն ու ապագան։ Նա դադար տվեց, խորը շունչ քաշելով։ Նախքան վիճակահանությունը սկսելը, ես կցանկանայի ձեզ հետ կիսվել մի բանով։ Մի պատմությամբ։ Իմ պատմությամբ։ Բակում լռություն տիրեց։ Բոլորն ուշադիր լսում էին։ Ես ծնվել մեծացել եմ Երանի ծայրամասում։ Մայրս մաքրուհի էր, իսկ հայրս մեզ լքել էր, երբ ես 3 տարեկան էի։ Մենք աղքատ էինք։ Շատ աղքատ։ Հիշում եմ, ինչպես էի դպրոց գնում կարկատած հագուստով, ծակ կոշիկներով, սոված։ Հիշում եմ, ինչպես էին դասընկերներս ինձ նվաստացնում, ինչպես էի լսում մյուս երեխաների ծնողների չարախինդ մեկնաբանությունները։ Բակում որոշ մարդիկ սկսեցին անհանգիստ շարժվել։ Արամը շարունակեց. Բայց մայրս երբեք թույլ չտվեց, որ ես հանձնվեմ։ Նա օրական 16 ժամ աշխատում էր, որպեսզի ես եղբայրներս կարողանայինք սովորել։ Նա կիլոմետրերով հեծանիվ էր վարում արի ու անձրի տակ, որպեսզի ապահովեր մեր նվազագույն կարիքները։ Եվ գիտեք, թե նա ինձ ինչ էր ասում։ Նա ասում էր. Արամ, դու շատ արժեքավոր ես։ Կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են ասում, դու արժեք ունես։ Անին զգաց, թե ինչպես են արցունքները հոսում։ Նա հստակ գիտեր, թե դա ուր է տանում։ Այսօր, այստեղ գալով, ես տեսա մի տեսարան, որը կոտրեց իմ սիրտը։ Տեսա մի մոր, ով իր դստեր հետ հեծանիվով էր եկել։ Տեսա, թե ինչպես էր նա խնամքով կապում հեծանիվը, ձեռք ձեռքի տված մտնում բակ երեխայի հետ։
Եվ տեսա մի խումբ մարդկանց, ովքեր ծիծաղում էին նրա վրա, դաժան մեկնաբանություններ անում, նվաստացնում նրան մեքենա չունենալու, բրենթային հագուստ չկրելու համար։ Բակում կատարյալ լռություն տիրեց։ Կարելի էր լսել, թե ինչպես է ասեղն ընկնում։ Այն կանանցից ոմանք, ովքեր արել էին այդ մեկնաբանությունները, գունատվել էին, դեմքերը կարմրել էին ամոթից։ Ես տեսա, թե ինչպես նրա դուստրը լսեց այդ խոսքերը։ Տեսա, թե ինչպես այդ երեխայի ժպիտը անհետացավ։ Տեսա ցավը նրա աչքերում։ Եվ մտածեցի. սա պետք է դադարի։ Այս դաժանությունը պետք է դադարի։ Արամը դադար տվեց, թույլ տալով, որ խոսքերը խորը ներթափանցեն։ Որովհետև գիտեք էլ ինչ տեսա։ Տեսա, թե ինչպես այդ մայրը կերակրեց իր դստերը, տալով նրան լավագույն բաժինը իրեն թողնելով նվազագույնը։ Տեսա, թե ինչպես նա վազեց օգնելու մի երեխայի, ով ընկել էր, նույնիսկ առանց ճանաչելու, քնքշությամբ մաքրելով վերքերը։ Տեսա նրա բարությունը, նրա առատաձեռնությունը, նրա անվերապահ սերը։ Նա նայեց ուղիղ Անիին, ով լուռ լաց էր։ Լինում մանեին գրկած։ Եվ ես ինքս ինձ հարցրի. ով այստեղ ավելի շատ արժեք ունի։ Ով է այստեղ ավելի շատ հարգանքի արժանի։ Նա, ով գալիս է ներկրված մեքենայով, բայց սիրտը փակ է։ Թե նա, ով գալիս է հեծանիվով, բայց ունի բաց ու առատաձեռն սիրտ։ Բակում շատերն էին հիմա լաց լինում։ Որոշ մայրեր գետնին էին նայում, ամոթահար։ Մյուսները Անիին էին նայում, աչքերում զղջումով։ Արամը շարունակեց հուզված, բայց հաստատուն ձայնով. Այդ պատճառով ես որոշեցի, որ այսօր վիճակահանություն չի լինելու։ Ես որոշեցի, որ այս մոտոցիկլետը ուղղակիորեն կհանձնվի այդ կնոջը։ Անիին։ Որպես ճանաչում նրա ուժի, նրա նվիրվածության, նրա սիրո համար։ Որովհետև նա արժանի է դրան։ Որովհետև նրա պես մարդիկ արժանի են ճանաչման գնահատանքի։ Բակը պայթեց ծափահարություններից։ Բարձր, հուզիչ, անկեղծ ծափեր։ Ոմանք վեր կացան, հոտնկայս ծափահարելով։ Անին շոկի մեջ էր, չհավատալով իր լսածին։ Նրա ոտքերը դողում էին, սիրտն անկանոն բաբախում էր։ Անի, կարող եք բարձրանալ բեմ, խնդրում եմ։ Նա չէր կարողանում շարժվել։ Մանեն քաշեց նրա ձեռքը, փայլող դեմքով։ Գնա, մամ։ Գնա։ Դողացող ոտքերով Անին քայլեց դեպի բեմը։ Մարդիկ ճանապարհ էին բացում նրա համար, դեռ ծափահարելով։ Երբ բարձրացավ աստիճաններով, Արամը սպասում էր նրան մեղմ ժպիտով, մեկնելով ձեռքը նրան օգնելու համար։ Նա բռնեց նրա ձեռքը, զգաց հաստատակամությունը, ջերմությունը, ապահովությունը։ Երբ նրանք դեմ առ դեմ կանգնեցին բեմի վրա, Արամը ցածր ձայնով ասաց, միայն նրա համար. Դուք արժանի եք սրան ավելիին։ Անին չէր կարողանում խոսել։ Արցունքները հոսում էին հիմա ազատորեն, բայց դրանք երախտագիտության, թեթության, մաքուր էմոցիայի արցունքներ էին։ Մանեն վազելով բարձրացավ բեմ, գրկեց մոր ոտքերը։ Արամը նորից վերցրեց բարձրախոսը. Այս մոտոցիկլետը ձերն է, Անի։ Եվ հուսով եմ, որ այն մի փոքր կհեշտացնի ձեր կյանքը, կդարձնի ձեր ճանապարհները պակաս հոգնեցուցիչ, թույլ կտա, որ դուք տեղ հասնեք ավելի մեծ հարմարավետությամբ, արժանապատվությամբ։ Նա հանձնեց բանալիները, Անին վերցրեց դրանք դողացող ձեռքերով։ Նա նայեց փայլուն մոտոցիկլետին, հետո Արամին, հետո Մանեին։ Չէր կարողանում հավատալ, որ դա իրոք տեղի է ունենում։ Շատ շնորհակալ եմ, հազիվ կարողացավ ասել խեղդված ձայնով։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա։ Պարզապես շարունակեք լինել այնպիսին, ինչպիսին կաք։ Շարունակեք սիրել ձեր դստերը, շարունակեք պայքարել, շարունակեք լինել այս հրաշալի մարդը։ Ծափահարությունները շարունակվում էին։ Բայց մի բան էր տեղի ունենում։ Ամբոխի միջից մի կանացի ձայն կանչեց. Անի։ Անին նայեց, տեսավ Գայանեին, այն կանանցից մեկին, ով նրան նվաստացրել էր, որը քայլում էր դեպի բեմը։ Նրա դեմքը թաց էր արցունքներից, աչքերը կարմրած։ Նա բարձրացավ բեմ, ակնհայտորեն ցնցված, կանգնեց Անիի առաջ։ Ես պետք է ներողություն խնդրեմ։ Ես սարսափելի վարվեցի քեզ հետ։ Ես քեզ դատեցի առանց ճանաչելու, ես դաժան էի անզգա։ Ներիր ինձ, խնդրում եմ։ Լուսինեն նույնպես եկավ, նույնպես լաց լինելով։ Ես նույնպես։ Ես սարսափելի էի։
Արդարացում չունեմ իմ արածի համար։ Շատ եմ ցավում, Անի։ Իրոք շատ եմ ցավում։ Խմբի մյուս կանայք մոտեցան մեկ առ մեկ, բոլորը ներողություն խնդրելով, բոլորը ակնհայտորեն զղջացած։ Անին նայեց նրանցից յուրաքանչյուրին, տեսնելով անկեղծ զղջումը։ Նա կարող էր զայրույթ զգալ, կարող էր մերժել ներողությունը։ Բայց դա իր տեսակը չէր։ Ամեն ինչ կարգին է, ասաց նա վեհանձնությամբ։ Բոլորս էլ սխալվում ենք։ Կարորը սխալներից սովորելն է ավելի լավը դառնալու փորձը։ Կանայք գրկեցին նրան, դեռ լաց լինելով, շնորհակալություն հայտնելով ներման համար։ Ամբողջ բակը հուզված էր, ականատես լինելով այդ փրկության կարեկցանքի պահին։ Երբ ամեն ինչ հանդարտվեց, Արամը իջավ բեմից Անիի Մանեի հետ։ Նա նրանց տարավ մոտոցիկլետի մոտ, ցույց տվեց մանրամասները Մանեին, ով հիացած էր։ Շատ սիրուն է, մամ։ Դու կկարողանաս քշել սա։ Պետք է սովորեմ, սիրելիս։ Արամը ժպտաց։ Ես կարող եմ քեզ սովորեցնել, եթե ցանկանաս։ Դժվար չէ։ Անին նայեց նրան, զարմացած։ Դուք դա կանեիք։ Իհարկե։ Ինձ համար հաճույք կլինի։ Մանեն ծափ տվեց ոգորված։ Ինչ լավ է։ Արամը մայրիկին կսովորեցնի։ Անին ծիծաղեց, այդ օրվա մեջ առաջին անգամ իսկական թեթ երջանիկ ծիծաղով։ Նա զգաց, որ ինչ-որ բան փոխվել է։ Ոչ միայն մոտոցիկլետի պատճառով, այլ այդ տղամարդու, ով հայտնվեց ոչ մի տեղից վերականգնեց նրա հավատը մարդկության հանդեպ։ Հանդեսը շարունակվեց 1 ժամ։ Բայց հիմա մթնոլորտը այլ էր։ Մարդիկ մոտենում էին Անին նրան շնորհավորելու, զրուցելու, նրան ավելի լավ ճանաչելու համար։ Նա այլս հեծանիվով կինը չէր։ Նա Անին էր, գնահատված, հարգված մի մարդ։ Արամը մնաց նրանց կողքին ամբողջ ժամանակ, Մանեի հետ խոսելով մուլտֆիլմերի մասին, Անին ծիծաղեցնելով մանկության զվարճալի պատմություններով։ Եվ որքան շատ ժամանակ էին անցկացնում միասին, այնքան ավելի շատ կապ էին զգում։ Երբ միջոցառումն ավարտվում էր, ընտանիքները սկսում էին գնալ, Արամը մոտեցավ Անիին մի առաջարկով։ Անի, ես գիտեմ, որ մենք նոր ենք ծանոթացել, բայց կցանկանայի ձեզ Մանեին հրավիրել ընթրիքի։ Ոչ մի պաշտոնական բան, պարզապես ավելի լավ զրուցելու համար, որպեսզի ես ձեզ ավելի լավ ճանաչեմ։ Անին տատանվեց։ Նրա մի մասը դեռ շոկի մեջ էր այն ամենից, ինչ տեղի էր ունեցել։ Բայց մյուս մասը, այն մասը, որը սկսում էր ինչ-որ հատուկ բան զգալ այդ տղամարդու հանդեպ, ուզում էր այո ասել։ Ես չգիտեմ, արդյոք դա տեղին կլինի։ Ինչու՞ ոչ։ Մենք հիմա ընկերներ ենք, չէ՞ Մանե։ Մանեն ցատկեց ոգորված։ Այո։ Մայրիկ, արի գնանք ընթրելու Արամի հետ։ Անին նայեց դստերը, հետո Արամին զգաց, թե ինչպես է սիրտը ջերմանում։ Գուցե ժամանակն էր թույլ տալ իրեն նորից հավատալ։ Հավատալ, որ լավ բաներ կարող են պատահել։ Հավատալ, որ աշխարհում կան անկեղծ մարդիկ։ Շատ լավ։ Մենք ընդունում ենք հրավերը։ Արամը ժպտաց, այդ ժպիտի մեջ այնքան անկեղծություն կար, որ Անին ստամոքսում թիթեռնիկներ զգաց։ Հիանալի է։ Ինչպես եք նայում վաղը երեկոյան։ Վաղը հիանալի է։ Նրանք փոխանակեցին հեռախոսահամարները։ Արամը առաջարկեց նրանց մեքենայով տանել, բայց Անին ասաց, որ գերադասում է գնալ նոր մոտոցիկլետով, որը դեռ պետք էր տուն հասցնել։ Նա ծիծաղեց ասաց, որ այդ դեպքում ինքը մեքենայով կգնա նրանց հետից, որպեսզի համոզվի, որ նրանք բարեհաջող տեղ կհասնեն։ Հրաժեշտին Մանեն ամուր գրկեց Արամին։ Շնորհակալություն մեզ հետ բարի լինելու համար, Արամ։ Նա ծնկի իջավ քնքշությամբ գրկեց աղջկան։ Շնորհակալություն ձեզ, որ թույլ տվեցիք ինձ լինել ձեր օրվա մի մասնիկը։ Երբ Անին Մանեն վերջապես դուրս եկան վարժարանից, հրելով նոր մոտոցիկլետը, որի կողքին կապված էր հին հեծանիվը, երկինքը ներկված էր նարնջագույն վարդագույն երանգներով։ Արը դանդաղ մայր էր մտնում երանի վրա, ստեղծելով գույների մի հրաշք։ Անին նայում էր այդ ամենին, զգում էր, որ գուցե, միայն գուցե, մի նոր կյանք է սկսվում։ Մի կյանք, որտեղ նա այլս ստիպված չի լինի միայնակ։ Պայքարել։ Մի կյանք, որտեղ ինչ-որ մեկը նրան տեսնում է, գնահատում է, սիրում է նրան այնպիսին, ինչպիսին նա կա։ Կիրակի առավոտը բացվեց երանի վրա պարզ ու կապույտ երկնքով։ Անին արթնացավ վաղ, ինչպես միշտ, բայց այս անգամ ոչ թե զարթուցիչը նրան հանեց քնից, այլ այն սպասումը, որը բաբախում էր նրա կրծքում։
Արամի հետ ընթրիքը լինելու էր այդ երեկո, նա հազիվ էր հավատում, որ դա իրական է։ Մոտոցիկլետը կայանված էր իրեն շենքի դիմաց, ծածկված մի հին սավանով, որ Անին դրել էր այն պաշտպանելու համար։ Ամբողջ նախորդ գիշեր նա մի քանի անգամ իջել էր միայն համոզվելու համար, որ դա երազ չէ, որ այն իրոք այնտեղ է։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում էր փայլուն մեքենան, զգում էր սրտի արագ բաբախյունը։ Մանեն արթնացավ քիչ անց, վեր թռչելով անկողնուց նորացված էներգիայով։ Ժպիտը վերադարձել էր նրա դեմքին, աչքերը փայլում էին այն ուրախությամբ, որը Անին կարծում էր, թե կորցրել է նախորդ օրը։ Մայրիկ, այսօր մենք ընթրելու ենք Արամի հետ։ Այո, սիրելիս։ Բայց դեռ շատ ժամեր կան։ Արի նախաճաշենք նախ։ Նախաճաշ պատրաստելիս Անին չէր կարողանում դադարել մտածել այն ամենի մասին, ինչ պատահել էր։ Արամի խոսքերը բեմի վրա արձագանքում էին նրա մտքում։ Այն ձը, որով նա պաշտպանեց իրեն, ինչպես գնահատեց նրան բոլորի ներկայությամբ։ Ոչ ոք երբեք նման բան չէր արել իր համար։ Ոչ ոք երբեք իրեն այդպես չէր տեսել։ Եվ կար մի բան։ Մի բան, որ նա չէր կարողանում լիովին անվանել, բայց զգում էր ամեն անգամ, երբ մտածում էր նրա մասին։ Կապ։ Ձգողականություն։ Դա միայն երախտագիտություն չէր առատաձեռն քայլի համար։ Դա ավելի խորը բան էր։ Այն ձև, որով նա նայում էր իրեն, ինչպես էր լսում իր խոսքերը անկեղծ ուշադրությամբ, ինչպես էր շփվում Մանեի հետ այդքան քնքշությամբ։ Այդ ամենը շարժում էր նրա սիրտը այնպես, ինչպես նա տարիներ շարունակ չէր զգացել։ Նախաճաշից հետո Անին որոշեց, որ պետք է ինչ-որ բան անի ընթրիքի հետ կապված։ Նա նայեց իր համեստ զգեստապահարանին հառաչեց։ Շատ տարբերակներ չուներ։ Մեծ մասը պարզ էին գործնական, հարմար աշխատանքի կամ առօրյայի համար։ Ոչինչ, որ տեղին կթվար հաջողակ գործարարի հետ ընտրելու համար։ Բայց հետո նա հիշեց մի զգեստ, որը վաղուց պահել էր։ Այն մուգ կապույտ էր, թեթ կտորից, պարզ, բայց էլեգանտ կտրվածքով։ Նա գնել էր այն զեղչով տարիներ առաջ, երբ դեռ երազում էր կյանքում հատուկ պահեր ունենալու մասին։ Երբեք չէր հագել, որովհետև առիթ չէր եղել։ Մինչ հիմա։ Հանեց զգեստը պահարանից զննեց այն։ Մի փոքր ճմրթված էր, բայց ոչ մի բան, որ արթուկը չկարողանար շտկել։ Նա թեթակի ժպտաց, զգալով հույսի մի նշույլ։ Գուցե սա վերջապես այն հատուկ առիթն էր, որին նա այդքան սպասել էր։ Օրվա ժամերը դանդաղ էին անցնում։ Անին փորձում էր զբաղված մնալ, մաքրելով բնակարանը, խաղալով Մանեի հետ, հեռուստացույց դիտելով։ Բայց նրա միտքը միշտ վերադառնում էր ընթրիքին, Արամին, այն հնարավորություններին, որ այդ հանդիպումը ներկայացնում էր։ Կեսօրից հետո հեռախոսը զանգեց։ Արամն էր։ Ողջույն, Անի։ Հուսով եմ, չեմ խանգարում։ Ոչ, իհարկե ոչ։ Ինչպե՞ս եք։ Հիանալի։ Ես մտածում էի։ Եթե ցանկանաք, կարող եմ ավելի շուտ գալ ձեր մոտ, ձեզ մոտոցիկլետի առաջին դասը տալու համար։ Այդպես դուք արդեն կսկսեք ընտելանալ դրան։ Անին զգաց սրտի թրթիռը։ Նրան ավելի շուտ տեսնելու միտքը նրան միաժամանակ ոգորում էր նյարդայնացնում։ Հիանալի կլիներ։ Բայց ես չեմ ուզում խլել ձեր ժամանակը։ Դուք չեք խլում իմ ժամանակը, Անի։ Ես առաջարկում եմ, որովհետև ուզում եմ։ Իրոք։ Նա ժպտաց, զգալով, որ դեմքը շիկնում է նույնիսկ մենակ լինելով։ Այդ դեպքում, շատ լավ։ Ժամը քանիսին կարող եք գալ։ Ինչպես կնայեք 1 ժամից։ Այդպես դեռ կհասցնենք ցերեկային լույսի տակ։ Կատարյալ է։ Սպասում եմ ձեզ։ Երբ անջատեց հեռախոսը, Անին նկատեց, որ ժպտում է հիմարի պես։ Մանեն, ով հյուրասենյակում տիկնիկներով էր խաղում, հետաքրքրությամբ նայեց նրան։ Մայրիկ, ինչու ես այդքան երջանիկ։ Անին ծնկի իջավ դստեր կողքին համբուրեց նրա ճակատը։ Որովհետև մեր հետ լավ բաներ են պատահում, սիրելիս։ Շատ լավ բաներ։ Մանեն գրկեց մորը, երջանիկ նրան այդպես տեսնելու համար։ Այնքան ժամանակ էր անցել, ինչ Անին այդքան թեթ, այդքան հույսով լի չէր տեսել։ Արամը եկավ ուղիղ 1 ժամ անց, վարելով մի պարզ, բայց խնամված արծաթագույն սեդան։ Նա իջավ, հագած ջինս սպիտակ շապիկ, ոչ մի պաշտոնական բան, բայց դեռ ուներ այն կեցվածքը, որը ուշադրություն էր գրավում։ Անին հետում էր նրան պատուհանից զգում էր հուզմունքից առաջացած ստամոքսի կծկումը։ Նա իջավ Մանեի հետ նրան շենքի դիմաց դիմավորելու։
Երբ տեսան միմյանց, Արամը ժպտաց այն ջերմ ժպիտով, որը կարծես լուսավորում էր ամեն ինչ շուրջը։ Ողջույն։ Պատրաստ եք առաջին դասին։ Պատրաստ եմ։ Բայց նախազգուշացնում եմ, որ կյանքումս երբեք մոտոցիկլետ չեմ քշել։ Ոչինչ, խնդիր չէ։ Ես ձեզ ամեն ինչ հանգիստ կսովորեցնեմ։ Նա հանեց Սավանը, որը ծածկում էր մոտոցիկլետը, փայլուն մեքենան հայտնվեց։ Մանեն ոգորված ծափ տվեց։ Այն այնքան սիրուն է, Արամ։ Այո, այդպես է։ Քո մայրիկը արժանի է սիրուն բաների։ Անին զգաց, թե ինչպես է դեմքը տաքանում այդ մեկնաբանությունից։ Արամը նկատեց ժպտաց, բայց ոչ չարախնդորեն։ Դա մեղմ, անկեղծ ժպիտ էր։ Հաջորդ 40 րոպեները նա անցկացրեց մոտոցիկլետի ամեն մի մանրամասնը բացատրելով։ Ցույց տվեց, թե որտեղ է ամեն մի կառավարման լծակը, ինչպես է աշխատում գազը, արգելակները, կցորդիչը։ Անին ուշադիր լսում էր ամեն ինչ, բայց ժամանակ առ ժամանակ նկատում էր, որ ավելի շատ նայում էր նրան, քան մոտոցիկլետին։ Այն ձև, որով նա համբերատար բացատրում էր, ինչպես էր համոզվում, որ նա հասկանում է, ինչպես էր ժպտում ամեն անգամ, երբ նա ինչ-որ բան ճիշտ էր անում։ Հիմա այսպես կանենք։ Դուք կնստեք մոտոցիկլետին, ես ձեզ կօգնեմ առաջին պտույտը կատարել թաղամասում։ Առանց շտապելու, շատ դանդաղ։ Անին զգուշությամբ նստեց մոտոցիկլետին, զգալով մեքենայի ծանրությունը, ղեկի հյուսվածքը ձեռքերում։ Արամը կանգնեց նրա կողքին, մի ձեռքը հենած նստատեղին, որպեսզի օգներ նրան պահպանել հավասարակշռությունը։ Հանգիստ։ Խորը շունչ քաշեք։ Դուք կկարողանաք։ Նրա ձայնն այնքան հանգստացնող էր, որ Անին զգաց լարվածության նվազումը։ Նա միացրեց շարժիչը, զգաց վիբրացիան իր տակ դանդաղ սկսեց շարժվել։ Արամը վազում էր նրա կողքով, բռնելով մոտոցիկլետը, ուղղորդելով ամեն մի շարժում։ Այդպես։ Շատ լավ է ստացվում։ Հիմա մի փոքր ավելի գազ տվեք։ Այդպես, կատարյալ է։ Անին զգում էր վախի, հիացմունքի խառնուրդ։ Դա սարսափելի էր ազատագրող միաժամանակ։ Եվ Արամի ներկայությունը կողքին, քաջալերելով, աջակցելով, ամեն ինչ ավելի հեշտ էր դարձնում։ Երբ նրանք ավարտեցին առաջին պտույտը թաղամասում կանգնեցին շենքի դիմաց, Անին շնչակտուր էր, բայց աչքերը փայլում էին։ Ես կարողացա։ Կարողացաք։ Դուք հիանալի էիք։ Մանեն ուրախությունից թռչկոտում էր, ծափ տալով։ Մայրիկ, դու մոտոցիկլետ քշեցիր։ Դու քշեցիր։ Արամը ծիծաղեց մոտեցավ Անիին, ով դեռ նստած էր մոտոցիկլետին։ Տեսնում եք։ Ես գիտեի, որ դուք կկարողանաք։ Դուք շատ ավելի ուժեղ եք, քան պատկերացնում եք։ Անին նայեց նրան, մի պահ նրանց հայացքները հանդիպեցին այլ կերպ։ Այնտեղ ինչ-որ բան կար, քիմիա, մի կապ, որը գնում էր ընկերությունից այն կողմ։ Նա նկատեց, որ Արամը նույնպես զգաց դա, այն ծից, թե ինչպես նրա աչքերը մի պահ հապաղեցին իր աչքերի վրա նախքան հայացքը թեքելը։ Դե ինչ, ասաց նա, մաքրելով կոկորդը։ Կարծում եմ, այսօրվա համար լավ սկիզբ էր։ Ինչպես կլինի, եթե մի քանի ժամից վերադառնամ ընթրիքի համար։ Շատ լավ։ Եվ Արամ։ Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Շնորհակալություն հայտնելու կարիք չկա, Անի։ Դա այն է, ինչ անում են ընկերները։ Բայց նա զգում էր, որ դա ավելին էր, քան ընկերություն։ Եվ նրա հայացքից երում էր, որ Արամը նույնպես գիտեր դա։ Երբ նա գնաց, Անին բարձրացավ բնակարան, սկսեց պատրաստվել։ Լողացրեց Մանեին, հագցրեց նրա սիրելի վարդագույն զգեստը, նորից հյուսեց մազերը։ Հետո իր հերթն էր։ Նա երկար լոգանք ընդունեց, խնամքով լված մազերը, քսեց այն խոնավեցնող քսուքը, որը պահում էր հատուկ առիթների համար։ Հագավ մուգ կապույտ զգեստը, նայեց հայելու մեջ։ Նա այլ էր։ Դա միայն հագուստը չէր։ Ինչ-որ բան կար նրա աչքերում, նրա դեմքին։ Այնտեղ հույս կար։ Այնտեղ կյանք կար։ Շրթներ քսեց, թեթակի ներկեց թարթիչները, արձակեց մազերը, որոնք սովորաբար հավաքած էր պահում։ Երբ ավարտեց, Մանեն հիացմունքով նայեց նրան։ Մայրիկ, դու այնքան սիրուն ես։ Դու էլ ես շատ սիրուն, սիրելիս։ Արամը եկավ ճիշտ ժամը 7-ին։ Երբ Անին բացեց դուռը, նա մի քանի վայրկյան կանգնած մնաց, պարզապես նայելով նրան։ Դուք հիանալի տեսք ունեք։
Անին զգաց, թե ինչպես է դեմքը շիկնում։ Շնորհակալություն։ Դուք նույնպես շատ լավ տեսք ունեք։ Եվ դա այդպես էր։ Արամը կրում էր բաց կապույտ վերնաշապիկ, առանց փողկապի, թերը մինչ արմունկները ծալած ստաբատ։ Պարզ, բայց էլեգանտ։ Նա նրանց տարավ մի հարմարավետ ռեստորան Հրազդանի կիրճում, գետի ափին։ Դա շքեղ կամ չափազանց թանկ տեղ չէր, բայց գեղեցիկ էր, խնամված, լուսավորված կիրճի գեղեցիկ տեսարանով։ Անին երբեք նման տեղում չէր եղել։ Նստեցին պատուհանի մոտ գտնվող սեղանի շուրջ։ Մանեն ոգորված էր, հետաքրքրությամբ նայելով շուրջը։ Արամը նարնջի հյութ պատվիրեց աղջկա համար, գինի իր ու Անիի համար։ Երբ բաժակները բերեցին, նա բարձրացրեց իրենը։ Կենացը։ Նոր ընկերության սկզբի համար։ Անին նույնպես բարձրացրեց իր բաժակը, ժպտալով։ Նոր մի բանի սկզբի համար։ Նրանք քշեցին բաժակները, Անին մի կում գինի խմեց, զգալով ջերմությունը, որն իջնում էր կոկորդով։ Տարիներ էին անցել, ինչ նա գինի չէր խմել։ Տարիներ էին անցել, ինչ նա իրեն թույլ չէր տվել նման պահեր։ Զրույցը բնական էր հոսում։ Արամը հարցրեց Անիի մանկության մասին, նրա երազանքների մասին, թե ինչ էր սիրում անել։ Եվ նա, երկար ժամանակ անց առաջին անգամ, ամբողջովին բացվեց։ Պատմեց, թե ինչպես է մեծացել մարզերից մեկի մի պարզ ընտանիքում, ինչպես է եկել երան հնարավորությունների հետից, ինչպես է ծանոթացել Մանեի հոր հետ, ինչպես է լքվել։ Հեշտ չէր, ասաց նա, ձայնի մեջ հուզմունքով։ Հղիացա 22 տարեկանում, նա պարզապես անհետացավ։ Այլս լուրջ չտվեց։ Սկզբում շատ դժվար էր։ Մի քանի անգամ մտածեցի հանձնվելու մասին։ Բայց երբ Մանեն ծնվեց, ամեն ինչ փոխվեց։ Նա ինձ նպատակ տվեց, շարունակելու պատճառ։ Արամը լսում էր ուշադրությամբ, առանց ընդհատելու, առանց դատելու։ Պարզապես կլանում էր ամեն մի բառը։ Դուք մարդիկ եք, Անի։ Եվ Մանեն շատ բախտավոր է, որ ձեզ պես մայր ունի։ Ես փորձում եմ անել լավագույնը, ինչ կարող եմ։ Եվ ձեզ մոտ ստացվում է։ Ցանկացած մարդ կարող է դա տեսնել։ Մանեն, ով նկարում էր մի թղթի վրա, որը մատուցողն էր տվել, նայեց Արամին անմեղորեն հարցրեց. Արամ, դու մայրիկիս ընկերն ես լինելու։ Անին քիչ էր մնում խեղդվեր գինուց։ Նրա դեմքը ակնթարթորեն կարմրեց։ Մանե։ Այդպիսի բաներ մի ասա։ Բայց Արամը ծիծաղեց, անկեղծ ու թեթ ծիծաղով։ Ձեր դուստրը շատ խելացի է, Անի։ Նա շրջվեց դեպի Մանեն, պատասխանեց ազնվությամբ. Ես շատ կուզենայի դա, Մանե։ Բայց նման բաները ժամանակ են պահանջում։ Մենք պետք է նախ ավելի լավ ճանաչենք միմյանց։ Մանեն գլխով արեց, կարծես դա լիովին տրամաբանական էր։ Լավ։ Բայց ես կարծում եմ, որ դու լավ ընկեր կլինես։ Անին շփոթված էր, բայց Արամը պարզապես ժպտաց, նրբանկատորեն փոխեց թեման, թուլացնելով լարվածությունը։ Ուտելիքը բերեցին, նրանք կերան, զրուցելով ամեն ինչի մասին։ Արամը պատմեց ավելին իր ուղու մասին, թե ինչպես է զրոյից ստեղծել իր ընկերությունը, ինչ դժվարությունների է բախվել։ Անին ոգեշնչված էր նրա ամեն մի բառից։ Դա գոռոզություն չէր։ Դա մի մարդու իրական պատմություն էր, ով շատ էր պայքարել տեղ հասնելու համար։ Գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը մոտիվացնում, ասաց Արամը, նայելով Անիին մեծ լրջությամբ։ Դա ուրիշ մարդկանց օգնելու հնարավորությունն է, ովքեր անցնում են այն ամենի միջով, ինչի միջով ես եմ անցել։ Օգտագործել այն, ինչ ձեռք եմ բերել, փոփոխություն անելու համար նրանց կյանքում, ովքեր դրա կարիքն ունեն։ Դուք արդեն փոփոխություն եք արել իմ կյանքում, Արամ։ Ավելի շատ, քան պատկերացնում եք։ Նա բռնեց նրա ձեռքը սեղանի վրա, մի պարզ շարժում, բայց լի իմաստով։ Եվ դուք փոփոխություն արեցիք իմ կյանքում, Անի։ Դուք ինձ հիշեցրիք, թե ինչու եմ ես այս ամենը սկսել։ Հիշեցրիք այն մասին, թե ինչն է իրականում կարևոր։ Նրանք այդպես մնացին մի քանի վայրկյան, ձեռք ձեռքի տված, հայացքները միացած։ Անին զգում էր սրտի ուժեղ բաբախյունը, զգալով մի բան, որ վաղուց չէր զգացել։ Հույս։ Հնարավորություն։ Սեր։ Մանեն, նկատելով այդ պահը, ժպտաց վերադարձավ իր նկարին, թողնելով նրանց իրենց փոքրիկ աշխարհում։ Երբ ավարտեցին ընթրիքը, պատվիրեցին աղանդերը, Արամը հարցրեց Անիի երազանքների մասին։ Ինչ նա կցանկանար անել, եթե կարողանար։ Որ կցանկանար հասնել։
Անին մի պահ մտածեց պատասխանելուց առաջ. Ես միշտ ցանկացել եմ իմ սեփական գործն ունենալ։ Ինչ-որ պարզ բան, գուցե մի փոքրիկ հրուշակարան։ Ես սիրում եմ տորթեր, քաղցրավենիք պատրաստել։ Սովորել եմ տատիկիցս, երբ երեխա էի։ Բայց երբեք փող չեմ ունեցել դրա մեջ ներդնելու համար։ Իսկ ինչու ոչ հիմա։ Անին ծիծաղեց, առանց հումորի։ Արամ, ես հազիվ եմ կարողանում վարձը վճարել։ Գործ բացելը լիովին դուրս է իրականությունից։ Իսկ եթե դուրս չլիներ։ Իսկ եթե դուք ունենայիք ինչ-որ մեկին, ով ձեզ կաջակցեր, ով կհավատար ձեզ։ Անին նայեց նրան, շփոթված։ Ինչի՞ մասին եք խոսում։ Խոսում եմ այն մասին, որ ես հավատում եմ ձեզ, Անի։ Եվ եթե դուք իրոք դա ուզում եք, ես կցանկանայի օգնել ձեզ այդ երազանքը իրականություն դարձնել։ Ոչ, Արամ։ Դուք արդեն չափազանց շատ բան եք արել։ Ես չեմ կարող ավելին ընդունել։ Դա բարեգործություն չէ, Անի։ Դա ներդրում է։ Ես տեսա, թե դուք ինչպես եք ամեն ինչին նվիրվում, տեսա ձեր բնավորությունը, ձեր վճռականությունը։ Ես գիտեմ, որ եթե հնարավորություն ունենաք, դուք կհաջողեք։ Եվ ես կցանկանայի դրա մի մասնիկը լինել։ Անին զգաց, որ արցունքները նորից պատրաստվում են հոսել։ Այդ տղամարդը հազիվ էր իրեն ճանաչում, բայց առաջարկում էր շատ ավելին, քան պարզապես փող։ Նա առաջարկում էր վստահություն, աջակցություն, հավատ։ Ես չգիտեմ, ինչ ասել։ Հիմա ոչինչ պետք չէ ասել։ Պարզապես մտածեք այդ մասին։ Եվ երբ պատրաստ լինեք, մենք կխոսենք։ Նրանք ավարտեցին աղանդերը հարմարավետ լռության մեջ, յուրաքանչյուրն իր մտքերով։ Երբ դուրս եկան ռեստորանից, գիշերն աստղազարդ էր։ Արամը նրանց տուն տարավ, ամբողջ ճանապարհին Մանեն քնած էր հետի նստատեղին, մինչդեռ Անին ու Արամը ցածրաձայն զրուցում էին։ Երբ հասան Անի շենքի դիմաց, նա անջատեց մեքենան, մնաց այնտեղ, առանց շտապելու։ Անի, ես գիտեմ, որ այս ամենը շատ արագ է տեղի ունենում։ Եվ ես չեմ ուզում ձեզ ճնշել։ Բայց պետք է ազնիվ լինեմ ձեզ հետ։ Ասեք։ Այն պահից, ինչ ձեզ տեսա երեկ, չեմ կարողանում դադարել ձեր մասին մտածել։ Դա միայն հիացմունք չէ այն ամենի համար, ինչ դուք անում եք ձեր դստեր համար։ Դա ավելին է։ Դա կապ է։ Դա ձգողականություն է։ Դա իրական է։ Անին զգաց սրտի արագ բաբախյունը։ Նայեց նրան, տեսնելով խոցելիությունը նրա աչքերում, ազնվությունը նրա խոսքերում։ Ես նույնպես դա զգում եմ, խոստովանեց նա։ Եվ վախենում եմ։ Վախենում եմ բացվելուց, վախենում եմ նորից վիրավորվելուց։ Ես հասկանում եմ։ Եվ այդ պատճառով ոչինչ չեմ շտապեցնի։ Կգնանք մեր տեմպով, այն տեմպով, որով դուք ձեզ հարմարավետ կզգաք։ Բայց ուզում եմ իմանաք, որ ես այստեղ եմ։ Իրոք։ Նա ժպտաց, զգալով մի արցունքի հոսքը։ Շնորհակալություն իմ հանդեպ այդքան համբերատար լինելու համար։ Դուք արժանի եք համբերության, Անի։ Արժանի եք հարգանքի, արժանի եք գնահատված լինելու։ Նա դանդաղ թեքվեց նրա կողմը, ժամանակ տալով, որ նա հետ քաշվի, եթե ցանկանար։ Բայց նա հետ չքաշվեց։ Թույլ տվեց, որ նա մոտենա, որ նրանց շուրթերը հանդիպեն մի մեղմ, նուրբ համբույրով, որը լի էր խոստումներով։ Երբ նրանք բաժանվեցին, երկուսն էլ ժպտում էին։ Բարի գիշեր, Անի։ Բարի գիշեր, Արամ։ Նա զգուշությամբ արթնացրեց Մանեին, երկուսով իջան մեքենայից։ Արամը սպասեց մինչ նրանք մտան շենք, նոր միայն գնաց։ Անին բարձրացավ աստիճաններով, կարծես թրջելով, զգալով, որ իր կյանքը իրոք փոխվում է։ Հաջորդ օրերին Արամը դարձավ նրանց կյանքի անբաժան մասնիկը։ Ամեն օր լինում էր նրանց մոտ, օգնում Անին մոտոցիկլետի դասերում, խաղում Մանեի հետ, խոսում ապագա պլանների մասին։ Եվ ամեն օր նրանց միջ կապը աճում էր։ Նա ծանոթացավ Անի թաղամասի ընկերների հետ, ովքեր հիացած էին նրանով։ Ծանոթացավ այն մարդկանց հետ, ում տանը նա աշխատում էր, այդ առիթներից մեկի ժամանակ Անին աշխատանք առաջարկեց իր ընկերությունում, արժանապատիվ աշխատավարձով ճկուն ժամանակացույցով, որպեսզի նա կարողանար հոգ տանել Մանեի մասին։ Անին երկմտում էր։ Մի մասը ուզում էր անմիջապես ընդունել, բայց մյուս մասը վախենում էր աշխատանքը խառնել հարաբերությունների հետ, որոնք սկսում էին ծաղկել նրանց միջ։ Արամ, ես չգիտեմ, արդյոք դա լավ գաղափար է։ Ինչու ոչ։
Իսկ եթե մեզ մոտ չստացվի? Իսկ եթե ես ամեն ինչ փչացնեմ? Նա ամուր բռնեց նրա ձեռքերը. Անի, դու ոչինչ չես փչացնի։ Եվ նույնիսկ եթե մեզ մոտ ռոմանտիկ առումով չստացվի, ինչին ես չեմ հավատում, դու դեռ արժանի ես այդ հնարավորությանը պրոֆեսիոնալ առումով։ Դրանք առանձին բաներ են։ Երկար մտածելուց հետո Անին ընդունեց։ Նա սկսեց աշխատել Արամի ընկերությունում, վարչական բաժնում, հայտնաբերեց, որ տաղանդ ունի դրա մեջ։ Նա կազմակերպված էր, պատասխանատու, արագ էր սովորում։ Եվ Արամը միշտ այնտեղ էր, աջակցելով, քաջալերելով, հավատալով նրան։ Նրանց իրավեպը զարգանում էր բնականոն կերպով։ Ընթրիքներ, զբոսանքներ, խորը զրույցներ մինչ ուշ գիշեր։ Արամը ճանաչում էր Անիի ամեն մի վերքը, ամեն մի վախը, ամեն մի երազանքը։ Եվ նա ճանաչում էր Արամինը։ Մոր կորուստը, եղբայրներին պահելու պատասխանատվությունը, հաջողակ լինելու, բայց դա կիսելու մարդ չունենալու միայնությունը։ Այն դպրոցական հանդեսից մեկ ամիս անց, որը փոխեց ամեն ինչ, Արամը պաշտոնապես առաջարկեց Անիին լինել իր ընկերուհին։ Նա դա արեց պարզ, բայց հուզիչ կերպով, այգում պիկնիկի ժամանակ, երբ Մանեն նույնպես այնտեղ էր։ Աղջիկը ուրախությունից թռչկոտեց, երբ նրանք համբուրվեցին, տոնելով այդ նոր սկիզբը։ Անիի կյանքը լիովին փոխվել էր։ Նա ուներ արժանապատիվ աշխատանք, մոտոցիկլետ, որը հեշտացնում էր նրա տեղաշարժը, երջանիկ ու առողջ դուստր մի տղամարդ, ով նրան անկեղծորեն սիրում էր։ Բայց ամենակարևորն այն էր, որ նա վերջապես իրեն տեսնված էր զգում։ Ոչ թե որպես հեծանիվով աղքատ կին, այլ որպես Անի։ Իր ամբողջ ուժով, գեղեցկությամբ արժեքով։ 6 ամիս էր անցել դպրոցական հանդեսի այն օրվանից, որը ընդմիշտ փոխեց Անիի կյանքը։ Երանում հունիսն էր, իր մեղմ եղանակով ձմռանը բնորոշ կապույտ երկնքով։ Անին արթնացավ այդ շաբաթ առավոտյան դեմքին ժպիտով, զգալով Արամի ձեռքի ջերմությունը իր շուրջը։ Այո, նրանք հիմա միասին էին ապրում։ 3 ամիս առաջ Արամը առաջարկել էր, որ նա Մանեն տեղափոխվեն իր ընդարձակ բնակարանը կենտրոնում, երկար մտածելուց հետո Անին ընդունել էր։ Դա հեշտ որոշում չէր։ Անին վախենում էր, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, որ ինքը օգտվում է Արամի առատաձեռնությունից։ Բայց նա համբերատար էր, բացատրելով, որ դա լավություն չէ։ Դա սեր էր։ Դա միասին կյանք, ընտանիք ստեղծելու ցանկություն էր։ Բնակարանը գեղեցիկ էր, 3 սենյականոց, ընդարձակ հյուրասենյակով, որտեղից բացվում էր տեսարան դեպի քաղաքը, ժամանակակից խոհանոցով։ Մանեն ուներ իր սեփական սենյակը, զարդարված ամեն ինչով, ինչի մասին 6 տարեկան աղջիկը կարող էր երազել։ Իսկ Անին կյանքում առաջին անգամ ուներ մի տարածք, որն իրոք իրենն էր, կիսված մեկի հետ, ով իրեն իրոք սիրում էր։ Նա զգուշությամբ վեր կացավ, որպեսզի չարթնացներ Արամին, գնաց խոհանոց։ Սուրճ պատրաստելիս նա նայում էր շուրջը, դեռ զարմանում էր, թե որքան է իր կյանքը փոխվել։ Դա միայն ավելի մեծ տունը կամ նյութական հարմարավետությունը չէր։ Դա պատկանելիության, ապահովության, սիրո զգացողությունն էր։ Դա ամեն օր մեկի կողքին արթնանալն էր, ով իրեն գնահատում էր, հարգում էր, ով ամեն կերպ ցույց էր տալիս, թե ինքը որքան կարևոր է։ Արամի ընկերությունում աշխատանքը նույնպես տրանսֆորմացիոն էր եղել։ Անին հայտնաբերել էր, որ վարչական կառավարման տաղանդ ունի։ Նա կազմակերպված էր, արդյունավետ, լավ էր մարդկանց հետ։ Մի քանի ամսում նա առաջխաղացում ունեցավ, դառնալով բաժնի համակարգող, ստանալով մի աշխատավարձ, որը երբեք հնարավոր չէր համարել։ Կյանքում առաջին անգամ նա կարողանում էր գումար խնայել, Մանեի համար իրեր գնել առանց հաշիվները զոհաբերելու, ունենալ մի փոքր ֆինանսական հանգստություն։ Բայց ամենակարևորը հրուշակարանի երազանքն էր։ Արամը պնդել էր օգնել նրան իրականացնել այն, նրանք միասին պլանավորում էին մի փոքրիկ հաստատության բացումը այն թաղամասում, որտեղ Անին նախկինում ապրում էր։ Դա պարզ, բայց հարմարավետ տեղ էր լինելու, որտեղ նա կկարողանար պատրաստել այն տորթերն ու քաղցրավենիքը, որոնք այդքան սիրում էր։ Անունն արդեն ընտրված էր, Մանեի քաղցրավենիքները ի պատիվ դստեր, ով նրա ամենամեծ մոտիվացիան էր։ Մանեն արթնացավ քիչ անց վազեց խոհանոց, գրկելով Անիի գոտկատեղը։ Բարի լույս, մամ։ Բարի լույս, սիրելիս։ Լավ ես քնել։ Այո։ Երազումս տեսա, որ մենք բացում ենք հրուշակարանը, այնտեղ շատ մարդիկ կային։ Անին ժպտաց, համբուրելով դստեր գլուխը։ Հենց այդպես էլ լինելու է, կտեսնես։ Եվս 2 ամիս, ու մենք կբացենք։
Արամը հայտնվեց խոհանոցի դռան մոտ, խառնված մազերով, քնկոտ ժպիտով։ «Բարի լույս, իմ արքայադուստրեր»։ Մանեն վազեց նրան նույնպես գրկելու, Անին հետում էր այդ տեսարանին լի սրտով։ Արամը դարձել էր շատ ավելին, քան պարզապես ընկեր։ Նա հայր էր դարձել Մանեի համար, նույնիսկ առանց արյունակցական կապի։ Խաղում էր նրա հետ, օգնում տնային առաջադրանքներում, տանում զբոսանքի, մասնակցում դպրոցական բոլոր միջոցառումներին։ Եվ Մանեն նրան խորապես սիրում էր, քնքշորեն անվանելով նրան հայրիկ Արամ։ «Այսօր հատուկ օր է», հայտարարեց Արամը, նստելով սեղանի շուրջ։ «Հիշում եք, թե ինչ ենք անելու»։ Մանեն ոգորված թռչկոտեց։ «Գնալու ենք տեսնելու հրուշակարանը։ Աշխատանքները համարյա վերջացել են»։ «Ճիշտ է։ Իսկ հետո գնալու ենք ընտրելու դրսում, տոնելու համար»։ Անին երախտագիտության ալիք զգաց։ 6 ամիս առաջ նա հազիվ էր կարողանում վճարել մի փոքրիկ բնակարանի վարձը։ Հիմա նա պատրաստվում էր իրականացնել իր սեփական գործն ունենալու երազանքը, ուներ սիրող ընտանիք, կայունություն։ Դա անիրական էր թվում։ Նրանք միասին նախաճաշեցին, ոգորված խոսելով հրուշակարանի պլանների մասին։ Արամը ճարտարապետ էր վարձել վարձակալած տարածքի վերանորոգման համար, այն դարձնելով հարմարավետ ֆունկցիոնալ տեղ։ Հետի մասում արտադրական տարածքն էր, առջում փոքրիկ սրահը մի քանի սեղաններով, որպեսզի հաճախորդները կարողանային նստել սուրճ խմել, մի գեղեցիկ ցուցափեղկ, որտեղ ցուցադրվելու էին քաղցրավենիքները։ Անին անհամբերությամբ սպասում էր վերջնական արդյունքը տեսնելուն։ Նա հետել էր աշխատանքի ամեն մի փուլին, ընտրել էր դեկորի ամեն մի մանրամասնը, մասնակցել էր բոլոր որոշումներին։ Դա իրենն էր։ Իր երազանքը։ Իր ձեռքբերումը։ Ժամը 10-ի մոտ 3-ով դուրս եկան տնից։ Արամը վարում էր մեքենան, Անին նստած էր կողքին, իսկ Մանեն հետի նստատեղին երեխայական երգեր էր երգում։ Ճանապարհը մինչ թաղամաս տեց մոտ 20 րոպե, ամբողջ ընթացքում Անին ստամոքսում թիթեռնիկներ էր զգում։ Երբ հասան այն փողոցին, որտեղ գտնվում էր հրուշակարանը, Անին տեսավ, որ այնտեղ անսովոր շարժ կա։ Թաղամասի մի քանի ծանոթ մարդիկ հավաքվել էին հաստատության դիմաց, ոգորված զրուցելով։ Նա ճանաչեց տիկին Հասմիկին, հին շենքի հարանուհուն, պարոն Կարոյին, անկյունի փռի տիրոջը։ Նույնիսկ Գայանեն Լուսինեն, այն կանայք, ովքեր նրան նվաստացրել էին դպրոցական հանդեսին, այնտեղ էին։ Անին շփոթված նայեց Արամին։ «Ինչ է կատարվում»։ Արամը առեղծվածային ժպտաց։ «Հիմա կիմանաս»։ Երբ նրանք իջան մեքենայից մոտեցան, մարդիկ սկսեցին ծափահարել։ Անին լիովին շփոթված էր։ Արամը բռնեց նրա ձեռքը, տարավ դեպի հրուշակարանի դուռը, որը ծածկված էր կարմիր կտորով։ «Անի», ասաց նա հուզված ձայնով։ «Երբ ես քեզ ճանաչեցի 6 ամիս առաջ, տեսա մի ուժեղ, պայքարող, արժանապատվությամբ լի կնոջ։ Տեսա մեկին, ով չնայած բոլոր դժվարություններին, չէր կորցրել սիրելու, հոգ տանելու, երազելու ունակությունը։ Եվ ես սիրահարվեցի։ Ոչ միայն քո գեղեցկությանը, այլ քո տեսակին»։ Անին զգաց, որ արցունքները սկսում են հայտնվել։ Մանեն ամուր բռնել էր նրա ձեռքը, հուզված։ «Այս ամիսների ընթացքում ես շատ բան սովորեցի քեզնից։ Սովորեցի դիմացկունության, երախտագիտության մասին, այն մասին, թե ինչն է իրականում կարևոր կյանքում։ Եվ ես ուզում եմ իմ մնացած օրերը անցկացնել քո կողքին, միասին սովորելով, միասին աճելով, ընտանիք ստեղծելով»։ Նա ծնկի իջավ, գրպանից հանելով մի փոքրիկ տուփ։ Անին ձեռքը տարավ բերանին, չհավատալով իր տեսածին։ Արամը բացեց տուփը, ցույց տալով մի պարզ, բայց գեղեցիկ մատանի, փոքրիկ ադամանդով, որը փայլում էր արի տակ։ «Անի, կամուսնանաս ինձ հետ»։ Շրջապատի մարդիկ պայթեցին ծափահարություններից, ուրախության ճիչերից։ Մանեն թռչկոտում էր մոր կողքին, գոռալով. «Այո, այո, այո»։ Իսկ Անին լաց էր լինում, դողում էր, չկարողանալով խոսել։ «Այո», վերջապես կարողացավ ասել խեղդված ձայնով։ «Այո, ես համաձայն եմ»։ Արամը վեր կացավ, համբուրեց նրան, մինչ բոլորը ծափահարում էին։ Նա զգուշությամբ հագցրեց մատանին նրա մատին, Անին նայեց դրան, կարծես աշխարհի ամենաթանկարժեք իրը լիներ։ «Էլի բան կա», ասաց Արամը, ժպտալով։ «Նայիր այնտեղ»։ Նա ցույց տվեց ծածկված դուռը։ Անին մոտեցավ, քաշեց կարմիր կտորը, բացահայտելով փայտե գեղեցիկ ցուցանակը ոսկեգույն տառերով։ Մանեի քաղցրավենիքները, արհեստագործական հրուշակարան։
Բայց դա դեռ ամենը չէր։ Ներքում ավելի փոքր տառերով գրված էր. Անի Ավետիսյանից։ Անին շփոթված նայեց Արամին։ Ավետիսյան։ Բայց ես դեռ։ Նա բռնեց նրա ձեռքերը, նայելով ուղիղ նրա աչքերի մեջ։ Ես գիտեմ, որ դու դեռ Սարգսյան ես։ Բայց սա իմ կանխավճարային հարսանեկան նվերն է։ Ես ուզում եմ, որ դու արդեն սկսես օգտագործել իմ ազգանունը։ Ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ դու իմն ես, ես քոնն եմ, որ մենք ընտանիք ենք։ Անին չէր կարողանում դադարել լաց լինել։ Նա ամուր գրկեց Արամին, զգալով այդ տղամարդու ամբողջ սերը, ամբողջ առատաձեռնությունը, ամբողջ բարությունը։ Մարդիկ սկսեցին մտնել հրուշակարան ներսը տեսնելու համար։ Անին գնաց նրանց հետ, հիացած։ Ամեն ինչ կատարյալ էր։ Պատերը մեղմ կրեմագույն էին, փայտե դետալներով։ Հատակը բաց գույնի փայտ հիշեցնող սալիկներից էր։ Սեղանները կլոր էին, սպիտակ երկաթից, նուրբ աթոռներով։ Ցուցափեղկը լայն էր, ապակե դարակներով, որտեղ ցուցադրվելու էին քաղցրավենիքները։ Իսկ հետի մասում խոհանոցը երազանք էր, կահավորված արդյունական վառարանով, պրոֆեսիոնալ հարիչով, չժանգոտվող պողպատից սեղաններով, այն ամենով, ինչ նրան պետք էր արտադրելու համար։ Տիկին Հասմիկը մոտեցավ Անիին, աչքերը թաց։ Աղջիկս, ինչ մեծ ուրախություն է քեզ այսպես տեսնելը։ Միշտ գիտեի, որ դու հատուկ ես, որ լավ բանի ես արժանի։ Շնորհակալություն, տիկին Հասմիկ։ Շնորհակալություն միշտ ինձ հավատալու համար։ Գայանեն Լուսինեն նույնպես մոտեցան, ակնհայտորեն հուզված։ Անի, ասաց Գայանեն։ Մենք ուզում էինք նորից ներողություն խնդրել։ Այն, ինչ մենք արեցինք, աններելի էր։ Անին մեղմությամբ բռնեց Գայանեի ձեռքը։ Արդեն ներված է։ Մենք բոլորս էլ երկրորդ հնարավորության արժանի ենք։ Լուսինեն գրկեց Անիին, լաց լինելով։ Դու ոգեշնչում ես մեզ բոլորիս համար։ Ցույց ես տալիս, որ հնարավոր է հաղթել, որ հնարավոր է երջանիկ լինել։ Մնացած առավոտը տոնակատարություն էր։ Մարդիկ, ովքեր եկել էին հրուշակարանը տեսնելու, բերել էին ծաղիկներ, նվերներ, քաջալերանքի խոսքեր։ Անին զգում էր, որ ոչ միայն բիզնես էր բացում, այլ իր կյանքի մի նոր գլուխ։ Արամը ամեն ինչ կատարյալ էր կազմակերպել։ Նույնիսկ փոքրիկ քաղցրավենիքներ, որոնք Անին պատրաստել էր նախորդ օրերին, մատուցվում էին այցելուներին։ Բոլորը գովում էին, ասում էին, որ դա իրենց կերած ամենալավ տորտն է, որ հրուշակարանը հաջողություն կունենա։ Մանեն վազվզում էր մի կողմից մյուսը, երջանիկ, բոլորին ցույց տալով, որ դա իր մայրիկի հաստատությունն է։ Նրա ձայնի մեջ անկեղծ հպարտություն կար, աչքերում մի փայլ, որը տեսնելուց Անին երբեք չէր հոգնի։ Երբ բոլորը գնացին, նրանք մենակ մնացին հրուշակարանում, Անին նստեց աթոռներից մեկին, նայեց շուրջը։ Արամը Մանեն նստեցին նրա կողքին։ Ստացվեց, սիրելիս, ասաց Արամը։ Քեզ մոտ ստացվեց։ Անին նայեց նրան, հետո Մանեին, հետո իր մատի մատանուն։ Ոչ, մեզ մոտ ստացվեց։ Որովհետև այս ամենը հնարավոր չէր լինի առանց ձեզ։ Մանեն գրկեց մորը Արամին, երեքով այդպես մնացին գրկախառնված, լռության մեջ։ Մի լռություն, լի իմաստով, երախտագիտությամբ, սիրով։ Հաջորդ ամիսներին հրուշակարանը հաջողություն դարձավ։ Անին քրտնաջան աշխատում էր, վաղ արթնանալով քաղցրավենիք պատրաստելու համար, սպասարկելով հաճախորդներին, կառավարելով գործը։ Բայց հիմա նա մենակ չէր։ Արամը օգնում էր նրան միշտ, երբ կարող էր, զբաղվելով ֆինանսական մասով, մարքեթինգով։ Եվ Մանեն, չնայած փոքր լինելուն, նույնպես օգնում էր, դասավորելով սեղանները, զրուցելով հաճախորդների հետ իր բնական հմայքով։ Հարսանիքը նշանակված էր 3 ամիս անց, սեպտեմբերին, երբ գարունը կսկսեր ծաղկել, կամ Հայաստանի պարագայում մեղմ աշունը։ Դա լինելու էր պարզ, բայց հուզիչ արարողություն, մտերիմ ընկերների հարազատների մասնակցությամբ։ Անին վերակտել էր մարզերում ապրող որոշ բարեկամների, ում տարիներ շարունակ չէր տեսել, Արամը պնդել էր բոլորին հրավիրել, նույնիսկ վճարելով ճանապարհածախսը, որպեսզի նրանք կարողանային ներկա լինել։ Հարսանիքից մեկ շաբաթ առաջ Անին հրուշակարանում ավարտում էր այն տորթի մանրամասները, որը ինքն էր պատրաստելու արարողության համար, երբ դուռը բացվեց։ Մի կին էր, ում նա չէր ճանաչում, մոտ 40 տարեկան, լավ հագնված, մեղմ ժպիտով։ Բարի օր։ Դուք Անին եք։ Այո, ես եմ։ Ինչով կարող եմ օգնել։ Կինը մոտեցավ հուզված։ Իմ անունը Անուշ է։
Ես Արամի քույրն եմ։ Նա ինձ շատ է պատմել ձեր մասին, բայց ես ճամփորդության մեջ էի միայն հիմա կարողացա գալ ձեզ հետ անձամբ ծանոթանալու։ Անին զարմացած էր։ Արամը հիշատակել էր քույր եղբայրներին, բայց նրանք ապրում էին այլ քաղաքներում, նա դեռ հնարավորություն չէր ունեցել նրանց հետ ծանոթանալու։ Որքան հաճելի է ձեզ հետ ծանոթանալը։ Արամը շատ է խոսում ձեր մասին։ Անուշը նայեց հրուշակարանին, հիացած։ Այստեղ շատ գեղեցիկ է։ Դուք մեծ տաղանդ ունեք։ Բայց գիտեք, ես չեմ եկել միայն տեղը տեսնելու համար։ Եկել եմ ձեզ կարևոր բան ասելու։ Ասեք։ Անուշը նստեց աթոռներից մեկին, Անին արեց նույնը։ Արամը իմ կրտսեր եղբայրն է։ Երբ մեր մայրը մահացավ, նա իր վրա վերցրեց ինձ մեր մյուս եղբոր մասին հոգ տանելու պատասխանատվությունը։ Վճարեց մեր ուսման համար, մեզ ֆինանսապես օգնեց, միշտ ներկա եղավ։ Նա հրաշալի տղամարդ է, ես նրան շատ եմ սիրում։ Անին գլխով արեց, զգալով, որ ավելին կա։ Բայց նա միշտ շատ միայնակ էր, շարունակեց Անուշը։ Շատ է աշխատում, իրենից շատ բան է պահանջում, երբեք թույլ չի տվել, որ որևէ մեկը իրոք մոտենա իրեն։ Մինչ ձեզ հանդիպելը։ Կյանքում առաջին անգամ ես նրան տեսնում եմ իսկապես երջանիկ։ Տեսնում եմ նրան ժպտալիս, հանգիստ, սիրահարված։ Եվ դա ձեր շնորհիվ է, Անի։ Անին զգաց, որ աչքերը մխկտում են։ Ես նույնպես երջանիկ եմ նրա հետ։ Շատ երջանիկ։ Գիտեմ։ Եվ հենց այդ պատճառով ուզում էի ձեզ շնորհակալություն հայտնել։ Իմ եղբոր մասին հոգ տանելու, նրան սիրելու, նրա հետ ընտանիք ստեղծելու համար։ Դուք պատկերացում չունեք, թե դա որքան կարևոր է մեզ համար։ Երկուսով գրկախառնվեցին, լաց լինելով, ստեղծելով մի ակնթարթային կապ, որը Անին գիտեր, որ խորը կդառնա։ Հարսանիքի օրը Անին արթնացավ տիկին Հասմիկի բնակարանում, ով առաջարկել էր իր տունը պատրաստվելու համար, հետելով ավանդույթին, որ Փեսան ու Հարսը չպետք է տեսնեն միմյանց արարողությունից առաջ։ Մանեն նրա հետ էր, արդեն հագած իր գեղեցիկ բաց վարդագույն զգեստը, մազերի մեջ սպիտակ ծաղիկներով։ Անին նայեց հայելու մեջ, գրելով պարզ, բայց էլեգանտ սպիտակ զգեստ, ուսերին նուրբ ժանյակով մի փեշով, որը նրբորեն իջնում էր մինչ ոտքերը։ Դա բրենթային զգեստ չէր, բայց կատարյալ էր։ Նա կատարյալ էր։ Շատ սիրուն ես, մամ, ասաց Մանեն, հիացած։ Դու էլ ես շատ սիրուն, սիրելիս։ Աշխարհի ամենասիրուն հարսնաքույրը։ Տիկին Հասմիկը հայտնվեց դռան մոտ, աչքերը թաց։ Աղջիկս, դու փայլում ես։ Թող Աստված օրհնի այս ամուսնությունը։ Արարողությունը տեղի էր ունենալու թաղամասի փոքրիկ եկեղեցում, որին հաջորդելու էր խնջույքը մոտակա սրահներից մեկում։ Ոչ մի մեծ կամ շքեղ բան, բայց լի սիրով իմաստով։ Երբ Անին հասավ եկեղեցի, թանցուկ պարոն Կարոին, ով սիրով առաջարկել էր նրան հանձնել Փեսային, զգաց սրտի արագ բաբախյունը։ Երաժշտությունը սկսեց հնչել, դռները բացվեցին։ Այնտեղ էր Արամը, խորանի մոտ, հիանալի իր մուգ կապույտ կոստյումով, աչքերը սեռած նրան։ Եվ երբ նրանց հայացքները հանդիպեցին, Անին տեսավ Արամի դեմքով հոսող արցունքները։ Երջանկության, սիրո, երախտագիտության արցունքներ։ Նա դանդաղ քայլեց անցուղով, մինչ Մանեն նրա առջից ծաղկի թերթիկներ էր շաղ տալիս։ Նա տեսնում էր ընկերների, հարազատների դեմքերը, այն բոլոր մարդկանց, ովքեր այդ ճանապարհի մի մասնիկն էին եղել։ Եվ երբ վերջապես հասավ խորանի մոտ, Արամը բռնեց նրա ձեռքերը, նա զգաց, որ հենց այնտեղ է, որտեղ պետք է լինի։ Քահանայի խոսքերը կարծես հեռվից էին արձագանքում։ Այն ամենը, ինչ Անին կարողանում էր տեսնել ու զգալ, Արամն էր։ Երբ եկավ երդման պահը, Արամը խոսեց առաջինը, հուզված ձայնով։ Անի, երբ ես քեզ առաջին անգամ տեսա շատ ավելին, քան գեղեցիկ կնոջ։ Տեսա ուժ, արժանապատվություն, անվերապահ սեր։ Տեսա մեկին, ով չնայած բոլոր դժվարություններին, չէր կորցրել երազելու ունակությունը։ Եվ ես սիրահարվեցի։ Խոստանում եմ սիրել քեզ իմ կյանքի ամեն օրը, հարգել քեզ, գնահատել քեզ, աջակցել քեզ։ Խոստանում եմ լինել լավագույն ամուսինը քեզ համար, լավագույն հայրը Մանեի համար։ Խոստանում եմ քո կողքին կառուցել սիրով, հարգանքով համերաշխությամբ լի կյանք։ Անին լաց էր լինում, երբ իր հերթը հասավ։ Արամ, դու հայտնվեցիր իմ կյանքում, երբ ես դրա կարիքն ամենաշատն ունեի։ Ոչ միայն նյութական քայլերով, այլ շատ ավելի արժեքավոր մի բանով, իսկական սիրով։ Դու ինձ ցույց տվեցիր, որ ես արժեք ունեմ, որ արժանի եմ երջանիկ լինելու, որ արժանի եմ սիրվելու։
Խոստանում եմ սիրել քեզ անվերապահորեն, աջակցել քեզ բոլոր պահերին, քո կողքին կառուցել գեղեցիկ ընտանիք։ Խոստանում եմ քեզ երջանկացնել ամեն օր, խոստանում եմ երբեք չմոռանալ, թե որքան ես դու փոխել իմ կյանքը։ Երբ նրանք փոխանակեցին մատանիները, քահանան նրանց ամուսիններ հայտարարեց, այն համբույրը, որ նրանք փոխանակեցին, լի էր խոստումներով, ապագայով, հավերժական սիրով։ Եվ երբ նրանք շրջվեցին դեպի ներկաները, բոլորը հոտնկայս էին, ծափահարում էին, հուզմունքից լաց լինում։ Խնջույքը հրաշալի էր։ Համեղ ուտեստներ, ուրախ երաժշտություն, պարեր, ծիծաղ։ Արամը Անին պարեցին նորապսակների վալսը մի երգի տակ, որը խոսում էր նոր սկիզբների, բժշկող սիրո, իրականություն դարձող երազանքների մասին։ Ինչ-որ պահի Արամը կանչեց Մանեին իրենց հետ պարելու։ Երեքով պարում էին միասին, գրկախառնված, կազմելով մի ընտանիք։ Եվ Անին նայեց շուրջը, տեսնելով այդ բոլոր երջանիկ մարդկանց, ովքեր տոնում էին այդ պահը, խորը երախտագիտություն զգաց։ 6 ամիս առաջ նա հեծանիվով եկել էր դպրոցական հանդեսի, նվաստացած, դատապարտված, վիրավորված։ Իսկ այսօր նա այնտեղ էր, ամուսնացած իր սիրած տղամարդու հետ, իր սեփական գործի տերը, շրջապատված մարդկանցով, ովքեր իրեն հարգում հիանում էին։ Տրանսֆորմացիան ամբողջական էր։ Երբ խնջույքն ավարտվում էր, հյուրերը սկսում էին գնալ, Անին Արամը դուրս եկան կայանատեղի։ Եվ այնտեղ կանգնած էր հին կապույտ հեծանիվը, հիմա վերականգնված սպիտակ ներկված, ծաղիկներով զարդարված։ Արամը պահել էր հեծանիվը վերանորոգել այն որպես սիմվոլիկ նվեր։ Երբեք չմոռանաս, թե որտեղից ես եկել, ասաց նա։ Այդ հեծանիվից, այդ պայքարից, այդ ուժից։ Որովհետև հենց դա քեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին կաս։ Անին քնքշությամբ դիպավ հեծանիվի ղեկին, հիշելով բոլոր քշած կիլոմետրերը, բոլոր դիմակայած դժվարությունները, բոլոր թափած արցունքները։ Այդ հեծանիվը ներկայացնում էր նրա ճանապարհը, նրա անցյալը։ Եվ հիմա այն ներկայացնում էր նրա ապագան։ Որովհետև կարևոր չէր, թե նա ուր կհասներ, նա երբեք չէր մոռանա, թե որտեղից է եկել։ Արամը, Անին Մանեն միասին նստեցին մեքենան, հետում թողնելով խնջույքը, բայց իրենց հետ տանելով ամբողջ սերը, ամբողջ հույսը, ամբողջ երազանքները։ Նրանք գնում էին Մեղրամսի, մեկ շաբաթ Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում, որտեղ կարող էին հանգստանալ, տոնել, պլանավորել ապագան։ Մինչ վարում էին Երանի փողոցներով, Անին նայեց պատուհանից, տեսավ գիշերվա լույսերով ողողված քաղաքը։ Նույն քաղաքը, որտեղ նա այդքան պայքարել էր, որտեղ տառապել էր, որտեղ դիմադրել էր։ Բայց հիմա դա այն քաղաքն էր, որտեղ նա գտել էր սերը, իրականացրել էր իր երազանքները, ստեղծել էր ընտանիք։ Նա ամուր բռնեց Արամի ձեռքը, նայեց հետ, որտեղ Մանեն հանգիստ քնած էր նստատեղին։ Ամեն ինչ արժեր դրան։ Ամեն մի արցունքը, ամեն մի դժվարությունը, ամեն մի ցավի պահը։ Որովհետև ամեն ինչ նրան տարել էր դեպի այնտեղ։ Դեպի այդ լիակատար երջանկության պահը։ Եվ մինչ մեքենան ընթանում էր պողոտայով, Անին փակեց աչքերը երախտագիտության աղոթք փսփսաց։ Երախտագիտություն այն ուժի համար, որ ունեցավ չհանձնվելու համար։ Երախտագիտություն այն մարդկանց համար, ովքեր հատեցին իր ճանապարհը։ Երախտագիտություն այն սիրո համար, որ գտավ։ Երախտագիտություն այն կյանքի համար, որ հիմա ուներ։ Ապագան անորոշ էր, ինչպես միշտ։ Բայց առաջին անգամ Անին չէր վախենում դրանից։ Որովհետև գիտեր, որ այլս մենակ չէ։ Նա ուներ ընտանիք, ուներ սեր, ուներ հույս։ Եվ դա այն ամենն էր, ինչ նրան պետք էր երազելը, պայքարելը, ապրելը շարունակելու համար։ Անի Արամի պատմությունը ապացույցն էր այն բանի, որ հնարավոր է վերսկսել, որ հնարավոր է լույս գտնել նույնիսկ ամենախորը խավարում, որ իսկական սերը կյանքեր փոխելու ուժ ունի։ Եվ որ վերջում իրականում կարևորը ոչ թե այն է, թե որտեղից ենք գալիս կամ ինչ ունենք, այլ այն, թե ով ենք մենք, ինչպես ենք սիրում։ Իսկ նրանք սեր էին։ Մաքուր, իսկական, տրանսֆորմացնող սեր։